Հնդում եմ նստեք։ Այսօր մեր վերջին դասախոսությունն է մեր դասընթացի, որը գիտեք իր ձևաչափով մի փոքր կտարբերվի, մենք ոչ թե կանենք կեսը դասախոսություն, կեսը հարցու պատասխան, այլ միանգամից կսկսենք հարցու պատասխանով, որտեղ ինչպես ասել է, ինչ որ պիտի ասել, իր մեջ կա դες տվել է։ Վաղը արդեն կլինի ամփոփումը, կստանաք հավաստագրերը, մասնակիցները կարծեմ 120 քանի հատ կա։ Այսինքն նշանակում է այդքան մարդ հիմնավորապես հաճախել է։ Հարապես դա մեծ տիպ է, այս միացավ։ Հիմա սկսենք հարցերից։ Չունեք? Ընթեր։ Այո, այո։ Այո, այո։ Ես ուզում եմ ձեր սուբյեկտիվ կարծիքը իմանալ, այստեղ ես ուղղակի կարդացի գրված էր որոշ իրավարար փրկրի, Հայաստանի պետք է հատկացվեր Վանի, Թիֆլիսի, Էրզրումի և Տրաբզոնի այդ նահանգները, այստեղ գրված է այդ 4 նահանգները, բայց ես նաև տեղեկություն ունեմ, որ այդ 4 նահանգների ոչ բոլոր, ոչ ամբողջական մասներ անցնելու, այնտեղ Վանի, Թիֆլիսի 2/3, կարծեմ Էրզրումի մեծ մասը, Տրաբզոնի լավ, դա թողնենք Բաքվի 75%-ը մոտավորապես վերջով։ Ուղղակի այստեղ գրված է, որ բոլորն են անցել, բայց նահանգները ամբողջական են անցել, բայց իրականում նման բան չկա։ Հիմա Չէ, այդպեսի բան այդտեղ գրած չի։ Չէ, այստեղ գրված է, որ այստեղ տվյալ վճիռը պետք է Վանի, Թիֆլիսի, Էրզրումի, Տրաբզոնի նահանգները անցնեն Հայաստանի դիապետության տակ։ Ինչ գրված է դա եմ կարծում։ Ահա, որովհետև այդ նահանգների մեջ պիտի սահմանը որոշվեր, սահմանը պիտի նշվեր։ Նաև ուրիշ քրեականություն եմ ստեղծել, այնտեղ հստակ գրված է, որ պետք է անցնի Վանի և Թիֆլիսի երկրորդ, այսինքն Չէ, այդպես չի, այդ գրականությունը չգիտեմ ինչ գրականություն կա։ Նայեք, երբ որ հայցադիմում եղա, այդ ժամանակ պարզ չէ Վանի և Թիֆլիսի, Էրզրումի և Տրաբզոնի նահանգների որ մասը պիտի անցնի Հայաստանին, որ մասը մնա, որտեղ դա պիտի որոշեր հուդրովիցը։ Կարող էր այդ նահանգների յուրաքանչյուրից ասենք 1% անցնել, կարող էր 100% անցնել։ Հիմա այն բացը այդ է, ըստ ձեզ սուբյեկտիվ կարծիքն փորձ ունենալով ես որպես իրավաբան, ես ինքս սուբյեկտիվ կարծիք եմ հատնում, իհարկե կներեք, բայց ես չեմ կարծում, որ տվյալ վճիռը կարելի է համարել իրավարար, ինչի համար։ Առաջին իրավարար բառը իր բացատրությունն է, դա նշանակում է արդարություն մտցնելով, արդարություն անելով, բայց տվյալ վճիռը, այսինքն ինքը Հայաստանի վերադառնում է շատ չնչին մաս, արդյոք տվյալ վճիռը կարելի է համարել իրավարար, քանի որ մենք ավելի շատ բանջարներ ենք, մենք ավելի շատ տարածքներ պետք է ստանանք, քան հիմա ըստ ձեզ, տվյալ վճիռը արդյոք կարելի է անվանել իրավարար։ Նայեք, իրավարարությունները արդարության հետ կապ չունեն։ Իրավարարություն նշանակում է, որ կողմերը հայցադիմումով դիմում են երրորդ երկրի կամ երրորդ ուժի, որը որոշում է կայացնում։ Դա բոլորովին արդարության հետ կապ չունի։ Դա ՄԱԿ-ի կանոնադրության 33-րդ հոդվածի մեջ հստակ նշված է, այսինքն մի շարք ձևեր, որոնք նախընտրելի են։ Negotiation, mediation, arbitration, բանակցություններ, միջնորդություններ, իրավարարություն եւ այլն։ Հիմա դա հստակ իրավարարություն է։ Ինչու է հստակ իրավարարություն։ Որովհետեւ հետ իրավարարության հայցով կոմպրոմիով դիմվել է Ուդրովիցին, որպեսզի վերջինս դա հիշեցնել ապրիլի 26-ի հայցադիմումն է Սարևոյի կոնֆերանսի և Սևրի պայմանագրի 83-րդ հոդվածները, որպես պայմանագրի մեջ ներառված կոմպրոմիս։ Դրանից հետո իրավարարը, արբիտրեյտը կատարում է իր որոշումը։
Այն մտելա ուժի մեջ, այսինքն ուզում դա արդարության հետ կապ չունի։ Բոլոր անվանումների մեջ սկսած անվանումից մինչև իր ձևով դա իրավարարություն է։ Այսինքն ճիշտ ասած ես չեմ կարողանում հասկանալ ինչու է իրավարարությունը կապում արդարության հետ։ Եթե դուք գտնում եք որ դա արդար չի, ասեմ դուք առաջինը չեք։ Երբ որ որոշվեց այդ նահանգներով անցկացնել սահմանը, հատկապես ամերիկյան միսիոներները բողոքեցին, որովհետև գտան որ դա անարդար է, որովհետև առաջին տարբերակում Հայաստանի Հանրապետությանը պիտի անցներ 2.5 անգամ մեծ տարածք, այսինքն ծովից ծով Հայաստանը։ Բայց քանի որ ակնհայտ էր, որ հայերը չեն կարող կազմել մեծամասնություն, այսպես ասած ծովից ծով Հայաստանում, հետևաբար որոշվեց փոքր Հայաստան ստեղծել, մոտավորապես 160-165 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Ես ձեզ խորհուրդ կտամ կարդալ հենց այդ իրավարար վճռի, որը մենք ենք տպել, այդտեղ առանձին հավելված կա, հենց բնակչության վերաբերյալ, որտեղ այդ հաշվարկները կատարված է եւ կա այդ հիմնավորումը, ինչու որոշվեց հենց այդ նահանգները։ Օրինակ ինչու Վանի վիլայեթի հարավային շրջանը, ավելի Սղերտի շրջանը եւ այլն կտրվեց եւ տրվեց ապագա Քուրդիստանին։ Սուտ բնակչության խնդիրների հարց է։ Ամփոփելով ասեմ հետևյալը, այն իրավարարությունն է, այն ի սկզբանե այդպես կոչվել է, բոլոր փաստաթղթերում, այլ մի ձևով իրավարարություն է, եւ որպես այդպիսին է մնում է ճանաչված։ Խնդրեմ։ Ես ուղղակի մի նկատառում, որին երևի թե հաստատում կլինի, Լյանան նշեց մի հետևյալ բառը, որը ավելի շատ ոչ թե իրավաբանական է իմ կարծիքով, մասնագիտական, այլ հուզական։ Այսինքն հայերին վերադարձրեցին ինչ-որ հողեր եւ դա քիչ էր եւ այլն, բայց եկեք չմոռանանք, ինչ է նշանակում հայերին վերադարձրեցին։ Դա ի սկզբանե Չէ, իրավական տեսակետից իրավական տեսակետից այդտեղ հստակ կա Հայաստանի Հանրապետությանն է միացվում նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի եւ Զումեր Տրապիզոնի նահանգները։ Իրավարարության վճիռը այդպես է։ Հիմա նահանգների ո՞ր մասը արդեն պիտի որոշել հույսը, որտեղ մենք այդ խոսում ենք պատմական հուզական առումով, Հայաստան չկար։ Կար Օսմանյան կայսրություն, կար ռուսական կայսրություն։ Եվ ռուսական կայսրության մի հատվածի վրա ստեղծվեց Հայաստանի Հանրապետություն։ Ասեմ ձեզ, որ Փարիզի վեհաժողովը բավականին երկար քննարկում էր ինչպես ստեղծել արդյոք երկու Հայաստան, Արևելյան Հայաստան եւ Արևմտյան Հայաստան, ես վերջերս լսեցիք, որ ինչ-որ առաջարկներ չեղավ Աշոտյանի կողմից Արևելյան Հայաստան։ Եթե Աշոտյանը մի քիչ ավելի ուսումնասիրացներ պատմություն եւ գիտելիքները շատներ իրար բանությունից, նա նման բան չէր ասի, որովհետեւ Փարիզի վեհաժողովը հստակորեն արդեն այդ հարցը քննարկել է Լոնդոնի առաջին կոնֆերանսի ժամանակ եւ Սանրեմոյի առաջին կոնֆերանսի ժամանակ, որտեղ քննարկվեց այդ հարցը եւ որոշվեց ստեղծել մեկ Հայաստան, միացյալ Հայաստան, Հայաստանի Հանրապետության անունով, հետո այդ հանրապետությանը միացնել որոշակի տարածքներ։ Երբ որ մենք այսօր խոսում ենք, ասում ենք Արևմտյան Հայաստանի ազատագրում, դա իրավական առումով սխալ է, որտեղ Արևմտյան Հայաստան երբևէ չի եղել։ Դա պարզապես այսպես նկարագրական բան է։ Այսօր այդ տարածքները ստեղծան Հայաստանի Հանրապետության տարածքներ են, որովհետև դրանք դե յուրե պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, այսինքն դա Հայաստանի Հանրապետության այն տարածքն է, որը օկուպացվել է եւ անեքսիա ենթարկվել Թուրքիայի կողմից։ Եվ դրա համար ես խորհուրդ կտամ, չեմ հիշում, կարծեմ անցյալ տարվա Բամբեր Երևանի համալսարանի մեջ ես երկու հոդված եմ գրել դրա մասին, շատ մանրամասը հղումներ կատարելով, այսինքն ամիս առ ամսաթվով ով առաջարկեց, ոնց առաջարկեց, ինչպես եղավ օր առ օր, այսինքն ինչպես է գաղափարը, այսինքն 19 թվականի հունվարին գաղափարը ամերիկյան ծրագիրն էր ծովից ծով Հայաստանի ստեղծման, ինչպես է փոքրացավ եւ արդեն 20 թվականի ապրիլին եկավ փոքր Հայաստանի ստեղծման գաղափարին, այն է Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի նահանգների միացում Հայաստանին ըստ Ուիլսոնի որոշելի սահմանին։ Այդ երկու հոդվածը Facebook-ի մեր խմբում կա, ֆայլեր կա։ Առավել ևս, եթե Facebook-ի խմբում կա,
Նայ եւ կապնա, կընտրեմ։ Երբ արդեն դեպքերով ցածր ուզում եմ, օրինակ երբ Թուրքիան օկուպացրեց Կիպրոսի տարածքի կեսը, Ամերիկան ոչ մի ինչ-որ քայլ չձեռնարկեց եւ ոչ մի բան չարեց, այսինքն հետեւաբար այդտեղ չկար անօրինական էր օկուպացումը եւ որ Ամերիկան որպես գերտերություն չարեց ոչ մի քայլ։ Ես մի հարց տալի չեմ ասել, ինչի պիտի Ամերիկան անի։ Նայ մեկ պայմանագրում եմ ուզում եմ անել այն։ Այսինքն ինչի Ամերիկան պիտի անի եւ ոչ թե Զիմբաբվե կամ օրինակ Վիետնամը։ Եվ ներկայությամբ այսինքն ինչ-որ մի քայլ չարեց, որովհետև դա անում էր շահերի բախում եւ այդտեղ կոտնահարվեն որոշ շահեր։ Իսկ Հայաստանի պարագայում այդ Վուդրովիցյանի պայմանագրով, որը պետք է լինի գերտերությունի շահերը, որոնք օգնեն եւ այդ հարցը լուծվի։ Քանի որ ոնց որ նույն փիլիսոփա Թուկիդոսն էր ասում, բոլոր պետությունների կապաշահը անգամ պետություն եւ անհատ մարդ։ Ուզում գտնեմ այդ շահը, որն է, ինչով կարելի։ Ես նախ անդրադառնամ Կիպրոսին, որ ինձ համար հասկանալի չի, ճիշտ ասած, ինչի պիտի Ամերիկան միջամտել այդ հարցում։ Եվ ոչ թե ասենք սովետական միությունը կամ Վիետնամը։ Այսինքն Ամերիկան բան չի, ինչ ասեմ, աշխարհի պապան չի, որ բոլորին բանալու, չէ։ Գերեզոր տերությունները դե ուրիշ խնդիր է, դե Կիպրոսի կոնֆլիկտն այս կարան բացատրել ոնց եղավ, ոնց Սովետը քաշեց Կիպրոսին, որտեղ ես Կիպրոսում 2 տարի ապրել եմ եւ մանրամասն գիտեմ։ Եվ կարող եմ ասել ուրիշ բան, որ դեռ 60-ական թվականներից պահպանված է Ջոնսոնի գաղտնի նամակ, առաջի անգամ, երբ որ թուրքերը փորձում էին 63 թվականին ներխուժեն Կիպրոս, ոնց ամերիկացին կանգնացրեցին։ Հետո ոնց սովետական միությունը հրահրեց Մակարիոսին, որպեսզի նա հարց դնի անգլիական բազաները Ռոդոսից հանելու վերաբերյալ։ Այդ սովետը արեց։ Հետո, երբ որ անգլիացի տեսան, որ բազան հանում է, չմոռանաք երկու Ֆամագուստա նավահանգիստի բազա կար եւ Ռոդոսում ռադիոէլեկտրոնիկ բազա կար Մեծ Բրիտանիայի։ Եվ Սովետի հրավերով Մակարիոսը կանգնեց եւ ասեց ցանել։ Իրանք ասեցին դե լավ։ Իրանք թուրքերին ասեցին մտավ, թուրքերը գրավեցին այդ տարածքը եւ վարձու տվեցին առ այսօր նույն մեծ բրիտանացիներին։ Ու ամերիկացիների կապ չունի, բրիտանացիները կան։ Բնականաբար, ով որ հրավերել է, թող է պաշտպանել։ Սովետը չպաշտպանեց Մակարիոսին։ Եվ այսօր հույները գլխներին են տալի դրա համար, որ այդ կուտը կերա սովետական, բայց արդեն ուշ է։ Բայց որ ամերիկան ստեղ տարապես կապ չունի։ Ինչ վերաբերում է շահագրգռությանը, եթե վերացական նայենք, ով պիտի շահագրգռված լինի Հայաստանում, միայն այն ուժերը, որոնց համար պետք է, որ Հայաստանը դուրս գա ռուսական ազդեցությունից։ Որովհետև միայն հզոր եւ մեծ Հայաստանը կլինի ինքնուրույն։ Փոքր եւ թույլ Հայաստանը մշտապես կլինի Ռուսաստանից կախյալ։ Իհարկե շահագրգռված է։ Եթե շահագրգռված է, այսպես բաժանեք երկրներ եւ տեսեք ով է շահագրգռված Հայաստանը մեծ եւ հզոր լինելով համար։ Եվ դες համար պարզ կլինի ով կանի։ Հիմա այս պարագային, մաքսային միության պարագային ոչ մի երկիր շահագրգռված չի լինի Հայաստանի հզորացմամբ եւ մեծացմամբ։ Որովհետև Հայաստանի հզորացումը հավասար է Ռուսաստանի հզորացմանը։ Չէ՞, այսինքն եթե Հայաստանը մի քայլ հզորացա, նշանակում մի քայլ հզորացա Ռուսաստանը, որովհետև մեկը չի ուզենալու դա։ Այլ պարագայում հնարավոր է, 90-ական թվականին դա շատ հնարավոր տարբերակ էր։ Շատ հնարավոր տարբերակ էր, կարելի էր դա խաղարկել, կարելի էր բանանել։ Տեսեք, հարցը հետևյալն է։ Մենք անցել ենք այս ճանապարհը, այդ 20-ական թվականները, ասում են, ինչի արևմուտքը օգնեց Քեմալին, բայց արևմուտքը օգնեց Քեմալին երբ։ Օգնեց Քեմալին այն ժամանակ, երբ որ արդեն Հայաստանի հզորացումը նշանակում էր բոլշևիզմի հզորացում, Հայաստանը դարձավ բոլշևիզմի, ասենք, ճանապարհը դեպի միջին արևելք, եւ պետք է քեմալականներին հզորացնել ի հակադրություն հյուսիսից եկող բոլշևիկյան ուժի, եթե քեմալականները ուժեղ չլինեին, ռուսական կարմիր բանակը կմտներ մինչև հարավ, դա չպետք է մոռանալ։ Այսինքն կար ստրատեգիական շահ։ 19 թվականին քեմալականներին չէին օգնում, 19 թվականին քեմալականներին օգնում էին բոլշևիկները, 19 եւ 20 թվականներին։ Հետևաբար այստեղ շահերի հարց է։ Այսինքն եթե որևէ երկիր մենք բաժանենք մեր, այսպես ասած, իրավունքները երկու մասի, իրավական փաթեթ, որը պետք է պատրաստել իր բոլոր դրսևորումներով
նաև հասարակական կարծիքի ձևավորում եւ այլն։ Մյուսը դա քաղաքական իրողությունն է։ Կկարողանան դա հասցնել այն իրավիճակի, որ շատ երկրներին ձեռնատու լինի Հայաստանի հզորացումը։ Ուրեմն ինչ-որ մի բան կլինի, չեն կարողանա ունենալու չի լինի։ Ես օրինակի համար այն տեսակետը, որ անընդհատ հնչում է բան է լինում, որպես բանաստեղծություն սիրուն է, որ միայն զենքով կա հայոց դրկություն ու նացիոնալ իրավունք եւ այլն։ Բայց երբ որ մենք ստապ նայում ենք, նման փիլիսոփայության պարագային Հայաստանը ուրեմն ոչ մի խնդիր չի կարող լուծի, եթե մենակ ուժնացնում իրավունք։ Որտեղ Հայաստանը այսինքն ումից է ուժեղ։ Հայաստանը իր բոլոր ցուցանիշներով բավականին թույլ երկիր է։ Այսինքն Հայաստանը կարողանա հարցեր լուծել, երբ որ ինչ-որ ուժային կենտրոնները շահագրգռվածներ այդ հարցերը լուծելու մեջ։ Դրա համար ես գտնում եմ, որ իրավունքը այն դաշտն է, որտեղ մենք համեմատության մեջ շատ ուժեղ ենք թուրքերի հետ համեմատած, որտեղ այդ իրավունքը ունենք։ Մնացածը արդեն քաղաքական, ինչ ասեմ, անգամ ճարպկության հարց է։ Ապրեն։ Նա եթե դիմենք մենք ՄԱԿ-ի միջազգային դատարան եւ այդ որոշումը կայացվի, որպեսզի Թուրքիային ստիպեն դուրս գան եւ վերադարձնել այդ տարածքները Հայաստանի Հանրապետությանը։ Երկու դասախոսություն առաջ մենք այստեղ խոսեցինք, պարոն Ստեփանյանը խոսեց հնարավոր աշտիկների եւ հնարավոր հակառակորդների մասին։ Նման պարագայում բնականաբար Թուրքիան կտեսնի վտանգ իր ազգային անվտանգությանը, չէ՞։ Եվ բացառված չէ ադրբեջանա-թուրքական միացյալ կոալիցիայի ստեղծումը եւ ռազմական գործողությունների վերսկսումը Հայաստանի Հանրապետության դեմ։ Տեսնում եք արդյոք նման հարաբերություն, թե ոչ, եւ եթե հնարավոր է քարտեզի վրա մի քիչ ավելի համառոտակի ներկայացնեիք, թե սահմանը որտեղից, ասենք, որ գյուղի մոտով, որ գետի մոտով, որտեղով ինչպես է ասում։ Մի քանի խոսել ես վերջի մասից գա, դրա վերաբերյալ կար դիպը մանրամասն այդտեղ նկարագրած է, գյուղներ, գետներ, մայրություններ, մանրամասն ես որ պատմեմ ասեմ, այն քեշիկ թող գյուղից իջնում է 2 կիլոմետր, դա ինչ է տալու։ Իվերջո, չէ, դա անիմաստ է, այդ քարտեզը տեսել եք, այս քարտեզը սա սրա մեծ տարբերակը նաև մեզ մոտ կա, դա է գիծը։ Հիմա նկարագրությունը դա կարևոր չի։ Ինչ վերաբերում է, որ կարող է թուրք ադրբեջանական տանդեմ ստեղծվի, դա կա հիմա էլ կա։ Այսինքն դրանով չի պայմանավորված լինելու իրանց համագործակցությունը եւ այլն։ Իրենք համագործակցել են, համագործակցում են եւ համագործակցելու են։ Անկախ նրանից մենք ինչ որ պահանջներ, իրավունքներ կբարձրացնենք, թե ոչ։ Ինչ վերաբերում է որ ասում եք ՄԱԿ-ի եւ այլն, նայեք ՄԱԿ-ը որևէ մեկին չի, այսինքն մենք չենք դիմելու ՄԱԿ-ին, որպեսզի նա առաջի փուլում ինչ որ մի բան ստիպի կամ չստիպի։ Առաջի փուլը շատ պարզ է։ Գոյություն ունեցող փաստաթղթի իրավական կարգավիճակի հստակեցում։ Կա փաստաթուղթ։ Մարդը ասում է, որ դա իրավարար վճիռ չի, մարդը ասում է, որ դա ժամկետ անցավ, ուրիշ մեկը ասում է, որ դա չեղյալ է հայտարարված եւ այլն, տեսակետներ են, չէ։ Հիմա երբ որ վեճ կա որևէ իրողության կամ փաստաթղթի վերաբերյալ ինչ են անում։ Դիմում են իրավասու ինչ որ կազմակերպության նրանից հայցելով իրավական տեսակետ։ Աշխարհում գոյություն ունի մի մարմին, դա միջազգային դատարանն է, International Court of Justice, որի ստատուտի 36-րդ հոդվածը հստակորեն իր լիազորության շրջանակներում տալիս այդ լիազորությունը դատարանին, որպեսզի նա հստակեցնի ցանկացած պայմանագրի միջազգային իրավունքի փաստաթղթի կարգավիճակը։ Այլ երբ որ ենթադրենք մենք ստացանք, դիմեցինք եւ ստացանք, այդտեղ մանրամասներ կա, այդտեղ կա այսպես ասած հայերեն ոնց է, այնտեղ optional բան է, այսինքն կարճ ասած այնտեղ մանրամասները չխորնան։ Ենթադրենք, ասենք ստացանք, որ ՄԱԿ-ի դատարանը որոշեց Woodrow Wilson իրավարար վճիռը ուժի մեջ է։ Այդ պարագայում արդեն, քանի որ ՄԱԿ-ի դատարանի որոշումը պարտադիր է բոլոր անդամների համար, այդ թվում նաև անվտանգության խորհրդի, որտեղ երկու մարմին կա, որի որոշումները պարտադիր են կատարման համար, դա անվտանգության խորհուրդն է որպես բարձրագույն քաղաքական մարմին եւ դատարանն է որպես բարձրագույն դատական մարմին։
որևէ այլ, այսինքն 6 մարմիններից են 4-ի որոշումները դրանք խորհրդատվական տեսակետներ են։ Դրանից հետո արդեն կարելի է այդ փաստաթղթով մտնել անվտանգության խորհուրդ եւ անվտանգության խորհուրդը ինքը պիտի որոշի ինչ պիտի անի։ Եվ բնավ պարտադիր չի, որ բնավ ես բնավ կողմնակից չեմ, որ թուրքերին պետք է այդ տարածքից ասած քշել կամ հանել։ Թող մնան։ Թող մնան, պարզապես կարելի է դա ձևակերպել որպես միջպետական վարձակալություն տարածքի, օրինակ ոնց որ ասենք Պանամանա, օրինակ Գվանտանամա, Կուբայում եւ այլն։ Ասենք թող Թուրքիան դա օգտագործելու համար Հայաստանին վճարի իր համախառն ներքին արտադրանքի 1%-ը։ Այսօր դա 9.5 միլիարդ դոլար անի տարեկան։ Եվ ամրագրել որոշակի իրավունքներ Հայաստանի այդ տարածքի վրա։ Որտեղ ուրիշ այդ հարցը լուծում չունի, այսինքն հնարավոր չի 6.5 միլիոն բնակչության պարագային հարցը լուծել, ֆիզիկապես որևէ լուծում չունի։ Չէ, դա տվել ես հարցը։ Նկատառում կա կարելի։ 1993 թուրքերը զորք էին կուտակում սահմանին Հայաստանի խփելու համար, այդ թվականին կարծեմ ռուսական բանակը չէ, թուրքերը ասենք որ Հայաստան եկան ու թուրքերի դեմ արել։ Ժամանակ ամերիկան ինչ արեց, որ կանխի այդ ամեն ինչը։ Դու ո՞նտեղից գիտես ոնց եղավ դա։ Դու Իգոր Մուրադյանի ելույթին կայ։ Ուրեմն շատ ինչ չես լսել։ Ուրեմն բացատրել ոնց եղավ։ Ուրեմն ցավոք սրտի մարդը մահացել է։ Գնդապետ Մուրադյանը ամերիկյան բանակի։ Այդ ես կարող եմ հիմա բացել, որտեղ 15 տարի անցել է։ Ես ու Իգորն ենք այդ մարդու հետ հանդիպել խոսել, եւ այդ մարդը հաստատեց իմ ինֆորմացիան, որ ես գիտեի վաղուց։ Ուրեմն ո՞նց է եղել։ Սկաֆրոֆտ ազգանունով կար նախագահի անվտանգության գծով խորհրդական։ Նա վերցրել էր հեռախոսը, հենց Մուրադյանի մոտ զանգել էր այդ ժամանակվա չեմ հիշում ով էր իրանց պրեզիդենտը եւ ասել էր, որ չմտնեք, չամարցակվեք, մտնել կամ հարվածել Հայաստանին։ Ասել ինչու, ասել նաեւ 6-րդ ֆլոտը ուր է գալիս։ Ամերիկան 6-րդ ֆլոտը ուր է գալիս։ Եվ դա է կանոնեցել։ Եվ մնացած բաներ ինչ որ լսում եք, դա կապ չունի իրականության հետ։ Բայց Հայաստան Ամերիկան ինչի պետք է հայտնի, չթողեց Հայաստանը։ Որտեղ Ամերիկան Հայաստանին, ես ցավում եմ, որ այս 4 շաբաթվա այս խոսակցությունները գրեթե անհետևանք անցել, որովհետև Ամերիկայի համար Հայաստանը հիմնական վծակներից մեկն է Թուրքիայի վրա, որի նկատմամբ ինքը իրականացնում է զսպման քաղաքականություն, policy of containment։ Ամերիկային բնավ ցանկալի չի Թուրքիայի այնպիսի հզորացումը, որ նա դուրս կգա Միացյալ Նահանգների վերահսկողության տակից, որը ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք։ Եղավ Իրաքի պարագային, հիմա էլ հաճախ լինում, օրինակի համար այս վերջի Պուտինի հետ Ղրիմի հարցով Թուրքիայի այսպես ջերմացումը եւ այլն, որ եկավ գնաց բանը, Դավիդովը Ղրիմ եւ այլն, ինչ ամերիկացիք այդ դիտարկեն լավ նայեն, իհարկե չէ։ Այսինքն խնդիրը հետևյալն է, Ամերիկան շահ ունի Թուրքիային կառավարելի վիճակում պահելու համար։ Դրա համար ինքը տարբեր լծակներ օգտագործի Թուրքիայի վրա։ Այդ թվում հայկական լծակը, որը բավականին ազդեցիկ լծակ է, Այդ թվում նաև Ուիլսոնի իրավարար վճիռը։ Եվ ցեղասպանությունը եւ իրավարար վճիռը, դուք մոռանում եք, որ ընդհանուր մի երկրի արտաքին գործերի նախարարը, որ Թուրքիայից խոսացել է իրավարար վճիռի մասին, դա եղել է Տիկին Քլինտոնը Թուրքիայում 2 տարի առաջ, երբ որ հստակ հայտարարեց թուրքերին, որ հանգիստ նստեք ձեր տեղը, որովհետև կան փաստաթղթեր, որոնք մենք մեջտեղ կբերենք, եւ դա տպվեց։ Հարցը հետևյալն է, այսօր իրենք որպես լծակ են օգտագործում, դա կկենսագործեն արդյոք ամերիկացի կեսով, այսօր չեն կենսագործում, որտեղ դա պարզապես դրա իրականացումը իրանց ձեռք չի տալիս, հասկանում եք, որովհետև անվերահսկելի կամ այսպես ասած վերահսկելիությունից խուսափող Թուրքիայից վերցնել այդ հողերը տալ Հայաստանին, դնել ռուսական վերահսկողության տակ, ամերիկյան շահերի տեսակետից ավելի վատ է, նա չի անի։ Ավելի լավ է լինի կիսա վերահսկելի Թուրքիայի տակ, քան անվերահսկելի Հայաստանի իշխանության տակ, կամ Ռուսաստանի ավելի ճիշտ։ Բայց Ռուսաստանը ինչ-որ բան անում է, որ տարածքները Ես տեղյակ չեմ ճիշտ ասած, չեմ կարող ասել անունը, չէ, իմ տպավորությամբ ոչ,
թե ուրիշ ինչ-որ ներքին խավեր կա, ինչ? Հա, իմիջայլոց ռուսները առանձնապես այս պրոցեսին տելյակ կա հետաքրքրություն հիմա։ 11 թվից հետո և այլն ահագին մեծ հետաքրքրություն կա Մոսկվայում, բայց թե ինչ դիրքորոշում ունեն, ճիշտ ասած չգիտեմ։ Իսկ Վիլսոնը իր ավարտությունից հետո Ռուսաստանը նոր էր անցել, Հայաստանը նոր էր անցել բոլշևիկյան կառավարությունը եւ տարբեր հիշողությունները Վիլսոնի դուրս տաման 10-15 նոր էր անցել։ Իսկ այդ ժամանակ에 չփորձի շուտ բանալեր իրականացել այդ։ Ռուսաստանը նկատի։ Եթե Ռուսաստանը փորձի, իհարկե Ռուսաստանը փորձեց, դրանց հետո ինքը ստորագրեց Մոսկվայի պայմանագիրը եւ դարձի պայմանագիրը, այսինքն դուք մոռանում եք մի կարևոր հանգաման, որ Ռուսաստանը եւ Թուրքիա մինչև 20-ական թվականների գոնե կեսը եղբայրական երկրներ էին։ Այսինքն Թուրքիան որ ջախջախված է եւ ոչնչացված է, Ռուսաստանի շնորհիվ կարողացավ ոտի կանգնել ռուսական ոսկով, զենքով, զորքով եւ պարտության մատնել հույներին եւ պարտության մատնել հայերին, բոլորին։ Հիմա դրանից հետո Ռուսաստանը մի կողմից ոտի է կանգնացնում թուրքերին, մի կողմից թուրքերից ինչ-որ բան ուզել։ Իհարկե ոչ, Ռուսաստանը իրականացնում է համաշխարհային հեղափոխություն այդ թվերին։ Եվ նրանք ռուսները չէ, Լևոն Ղարախանկա, որը Չիչենի տեղականն է, նրա խոսքերն է, եթե պետք լինի համաշխարհային հեղափոխության զոհասեղանին զոհել հայ ժողովրդին, երբ որ իրան ասեցին, ես ինչ եք անում, ասեց մենք կզոհաբերենք հայ ժողովրդին, ինքը հայ է, բայց ինքը բոլշևիկ է, բոլշևիկի հայը ո՞րն է, այսինքն իր համար բոլշևիզմի գաղափարը չէ դառած կապակի եմ ասում, այսինքն ըստ բոլշևիկի, ասենք ազգությունը դա հետադիմական ինչ-որ մի բան է, ասենք դասակարգային պայքարը կա, եւ դասակարգային պայքարը ամենաբարձրն է։ Մենք հիմա պատրաստում ենք երկրորդ հատորով կտպենք, կարծեմ ասել եմ դրա մասին, այս մեր մատենաշարը, որի մեջ կլինի հայ բոլշևիկների զեկուցագրերը Բաքու, Ալեքսանդրապոլի մասին եւ Կարսի մասին։ Իրանք ոնց քայքայեցին բանակը, հայկական բանակը, բայց երբեք ձեզ հարց չի առաջացել, ոնց եղավ հաղթական բանակը 18 թվականին, որ ջախջախեց Օսմանյան կայսրության բանակը, որը շատ ավելի լուրջ բանակ էր, Սարդարապատում, Բաշապարանում, Կարաքիլիսանում, 2 տարի հետո եւ բաց դաշտում, 2 տարի հետո առանց կրակոցի Կարսը զիջեց, երբ որ շատ ավելի ուժեղ բանակ էր, որտեղ իսկապես ավելի շատ զենք ուներ եւ քեմալականները շատ ավելի թույլ էին, որովհետեւ բանակը չկրվեց, որտեղ հայկական բանակը չէր կարող կրվել իր եղբայրների դեմ, որտեղ այդ բանակի ներշուն չունեին, որ այդ թուրքը ուրիշ թուրք է, սա արդեն պրոլետարական թուրք է, սա եղբայր Սունիքում կրվում է թուրքերի դեմ, որովհետև Սունիքում այդ բանակը չբարոյալքվեց, որտեղ այդ բանակում չկար բոլշևիկյան պրոպագանդա, դա չկար, իսկ Կարսում եւ Ալեքսանդրապոլում կա, իդեմ երբ որ թուրքերը Ալեքսանդրապոլը գրավեցին, առաջիններից մեկը իրան կախաղան բարձրացրեցին հայկական հեղկոմի, այսինքն որը նպաստել էր իրենց գրավմանը, որտեղ իրանք չէին կարող հանդուրժել նրանց մարդկանց գոյությունը, իրանք պարզ ասեցին, այսինքն հայրենիքի դավաճանները անգամ մեզ համար ընդունելի չեն։ Հիմա այդ փաստաթղթերից այդ մեր փաստաթղթերը չեն, էլի, այսինքն դա նույն բոլշևիկյան փաստաթղթերն են, մեր ազգային արխիվից հələ չեմ ասում, որ կարելի է ուրիշներից ավելի սարսափելի բաներ գտնել, բայց այդ արխիվից կարելի է կարդալ եւ իմանալ ինչ են արել։ Այսինքն բանակը բարոյալքված է, որտեղ ռազմական առումով քեմալականները դեռևս 20 սեպտեմբերին այդքան ուժեղ չէին։ Ճիշտ է ուժերին հավաքում, որտեղ 19 թվականի մայիսից իրանց բոլշևիկներն օգտվում են, բայց դեռ այդքան ուժեղ չէին։ Եվ Հայաստանի գրավման խնդիրներից մեկը նա է, որպեսզի ցամաքային սահման ստեղծվի բոլշևիկների եւ քեմալականների միջեւ, որովհետեւ որպեսզի հնարավոր լինի զենք եւ զինանախոտ մատակարարել իմպերիալիզմի դեմ պայքարի համար։ Հիմնական նպատակը Ֆրանսիան, ասենք ոչ թե սենց պիտի ասենք, ոչ թե բոլշևիկները թուրքերին սիրում էին դրա համար էին օգնում։ Չէ, պարզապես կար իրանք շահը, գեոպոլիտիկ շահը կար, ֆրանսիացիների եւ անգլիացիների դեմ ունենալ ինչ-որ բանակ, որը կկրվի։ Եվ դա թուրքերն են, եւ բնականաբար, երբ որ հաճախ ասում են, որ հայերը ճիշտ չկողմնորոշվեցին, դա ասում են մարդիկ, որոնք որևէ բան չեն հասկանում, ոչ քաղաքականություն, ոչ պատմություն։
հայերը ինչ ուզում են անեին, հայերը դատապարտված էին այդ ժամանակ, որտեղ հայերը ավելի ուղղակ էին դարձել ռուսների և թուրքերի միջև, համաշխարհային հեղափոխության, ինչպես նաև հակաիմպերիալիստական պայքարը ստեղծելով։ Թե չէ հայերը ամեն ինչի համաձայն են, հայկական պատվիրակությունը եթե նայում եք, եթե նույն գնացին են պատրաստ են ռուսների համար, ասում են ինչ ուզում եք, մենք պատրաստ ենք, բայց դա չաշխատեց, որտեղ մեր արժեքը շատ ավելի քիչ էր, քան թուրքերի արժեքն էր։ Կամ թուրքերի դամար շատ հաճախ ասում են մեզանով չի պայմանավորված զարգացումները։ Խնդրեմ։ Պարմակյան, ուրեմն ես երկու հարց ունեմ, նախ ուզում եմ բարձել Պուդրովիցյոնի իրավարվեճիրը, քանի որ կնքվել է մեծ կնիքով, ցանկացած իրավարվեճիր, որ կնքում է մեծ կնիքով, դա ուժի մեջ է մտնում, ինչու չմտավ, և երկրորդ հարցս նաև որ Սևրի պայմանագիրը ինչքանով է կապված Թուրքիայի անկախության պատերազմի հետ։ Նախ այդ մեծ կնիքը մի փոքր մեկնաբանությունը ճիշտ չէ, ոչ թե իրավարար վճիռն է մտնում ուժի մեջ, եթե կնքվում է մեծ կնիքով, իրավարար վճիռը ուժի մեջ է մտնում ստորագրությամբ, մեծ կնիքով Միացյալ Նահանգների են փաստաթղթերը, որոնք ստորագրված են նախագահի կողմից, ենթաստորագրված են պետքարտուղարի կողմից, և կնքված են մեծ կնիքով, դրանք դառնում են Միացյալ Նահանգների օրենսդրության մաս, իսկ կոչվում է the law of the land, այսինքն դա Միացյալ Նահանգների օրենքը արդեն, և դա հենց դրա համար էլ արվեց, որպեսզի հայերին հնարավորություն տալու, օրինակի համար այսօր ամերիկյան դատարանում վիճարկել է հարցը, ինչու, և ժամանակին կար Վահան Քարտաշյան շատ փայլուն իրավաբան էր, որը 28 թվականին փորձ արեց Միացյալ Նահանգների դատարան մտցնել այս հարցը, որ այսինքն պետքարտուղարությունը պարտավոր է իրականացնել դա, որտեղ դա ամերիկյան օրենք է, ուղղակի դա չստացվում, որտեղ հարց տվեցին, իսկ դուք ում եք ուզում այդ հողատանը, վճիռը հօգուտ Հայաստանի Հանրապետության է, իսկ ուր է Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն չկա, այսինքն շահառուն գերություն չուներ 28 թվականին։ Իսկ եթե հիմա կա ու ինչ-որ մեկը հիմա փորձի դիմի, Իրոք այդտեղ հարցին պատասխանեմ, հետո այդ հարցին պատասխանեմ։ Մյուսը Սևրի պայմանագիրը Թուրքիայի Հանրապետության հետ ուղղակիորեն կապ չունի, որտեղ այն ստորագրվել է Օսմանյան կայսրության կողմից, օրինական իշխանության կողմից, հիշենք 20 թվականի օգոստոսի 10-ը։ Եվ պատճառներից մեկը, որ ըստ էության թուրքերը կամ նրանց մի թև, այսպես ասեմ, քեմալականները կանգնվում էին, Սևրի պայմանագիրն է, որտեղ մենք միայն տարածքային մասը չի, մենք հայերիս համար կարևորությունից 93-րդ հոդվածներն է, այնտեղ կար նաև արդեն 439-րդ հոդվածն է հանցագործների պատժելու հարցը, առաջին անգամ միջազգային փաստաթղթի մեջ ամրագրվեց, այսինքն մարդկանության դեմ կատարած հանցագործությունների համար պատիժը, որ հիշեք, որ առաջին անգամ հնչել է 15 թվականի մայիսի 15-ին բրիտանական կայսրության, ռուսական կայսրության և Ֆրանսիայի համատեղ նոտայում հայերի վերաբերյալ։ Առաջին որ հիմա որ անդադ խոսում եք, չէ, ասում են մարդկության դեմ հանցագործություն, որը ճիշտ չի, ասում են մարդկայնության դեմ հանցագործություն, դա առաջին անգամ ասվել և ամրագրվել է հայոց, մենք ցեղասպանություն ենք ասում, այն ժամանակ դա կոչվում էր ջարդեր, ջարդերի կապակցության և անձնական պատասխանատվության հարցը դրվեց, և բնականաբար թուրքական գեներալիտետը այդ սպայական կազմը, որը մեծ մասամբ ներգրավված էր եղել հայերի հոտորածների մեջ, վախեցած էր։ Չմոռանանք, որ 150-ից ավելի մարդ ձերբակալվեց և մարդահարվեց և սպասում էր դատավարության և այլն և այլն։ Կամաց բաց թողեցին, որտեղ դա հայտնի բան կա, այսինքն թուրքերը պատանդ վերցրեցին անգլիացիների կանանց և երեխաներին, այսօր մի քիչ ուրիշ ձև է ներկայացնում, բայց իրականություն այդպես է, գնդապետ Ռաուլիսոն կա, դրան և 170-ից ավել պատանդ վերցրեցին և սպառնացին, եթե բաց չթողեք, մենք հաշտով կմորթենք բոլորին, և դա արեց Խեմալը, և դրա միջոցով կարողացավ բանանել։ Ես ինչի համար Սևրը ազատության բանակի հետ Ինչ ազատության բանակ։ Թուրքիայի անկախության բանակ։ Չէ, հետի թուրքական տերմինաբանություն է, ըստ միջազգային իրավունքի դրանց հանցագործների խումբ է, այդ ձևել կոչվում էին, բոլոր փաստաթղթերի մեջ
ես ձեզ կարող եմ ցույց տալ, որևէ փաստաթղթում ազատության բանակ կամ անգամ չկա ազգայնական։ The Butchers of Ankara, Անկարայի մստագործներ էին իրանք կոչվում թեմանականները։ Դա պաշտոնական անվանումն է բրիտանական կառավարության կողմից իրանց։ Իսկ ինչ-որ դուք ասում եք, դրանք ասում են ազգային ազատագրական պայքար, չգիտեմ, ազգային պայքար, թուրքական պրոպագանդա է, դրանից մուտք է։ Իրանք խախտել են երկու հիմնադրույթ, Օսմանյան կայսրության սահմանադրությունը, որովհետև զինադադարը դա պարտավորություն է ստեղծում չձեռնարկել քայլեր, որը կխաթարի զինադադարի նպատակը։ Այսինքն դա միջազգային պարտավորության խախտում է եւ սահմանադրություն է, որը իրանք նաև ապստամբեցին չմոռանան Սուլթան Խալիֆի դեմ, եւ դրա պատճառով էին որ նա իրանք մահվան էին դատապարտվել։ Եթե ուզում եք հիշատակի նաև որ Զմյուլյանի կոտրածը կապում է նաև Սևրի պայմանագիր, դա է ուզում նշան բաներ։ Չէ, Զմյուլյանի կոտրածը պայմանավորված է թուրքական քաղաքականության հետ, ոչնչացնել բոլոր ազգային փոքրամասնություններին, նույն ժամանակ դրված էր քրիստոնյաները ոչնչացնել եւ դա ոչնչացվեցին այսինքն։ Հիմա ինչ ես կարծում, եթե չներ օրինակ Սևրի պայմանագիրը Քերմանը չէր կոտորելու Զմյուլյայի ու գույների հիմնականում եւ մասնահայ հայերին, իհարկե կոտորելու է։ Ուղղակի իրավար այդ ժամանակ հնարավորություն եղավ այդ ժամանակ կոտորեց։ Իսկ հետո որ 38 թվականին Զազաներին էր կոտորում, ինչի համար էր կոտորում, որտեղ ինչա Սևրի պայմանագիր կա, չէ։ Ուղղակի Զազաները Ալևի էին, իմաստել հայկական ծագում ուներ, արդեն կոտորում էր։ Այս ասում սովորություն։ Թուրքական պետության սովորությունն է ջարդել կոտորել բոլոր փոքրամասնություններին, բայց իրանք տեսեք ընկան իրանց փոսը փորած։ Ես վերջերս մի շատ բարձրաշրջան թուրք պաշտոնյայի հետ էի խոսում, ես մարդը այսինքն արդեն շատ եմ սկսել խոսալ, ասեց մեր ստրատեգիական սխալն է հայերին կոտորելը, ստրատեգիական, ասեց մենք կարճաժամկետի վրա շահեցին, բայց ստրատեգիական առումով կորցրեցին, ասում եմ ինչի, եւ մարդը հասկանում է։ Որտեղ ասում եմ, որ դուք քրդերը ապրում եք եւ տարածքի վրա, դուք հակակշռում եք իրար, ոչ դուք կարայիք անկախանայիք, ոչ քրդերը։ Հիմա ասում եմ, ձեզ կոտորեցին, քրդերը մնացել են ճնշող մեծամասնություն է տարածքի վրա, մենք ո՞նց ենք քրդերի դերն առնելու։ Եվ նրանք չեն կարող կոտորել։ Եթե կարողանային կոտորեին, կկոտորեին։ Այսօր երբ որ դուք նայում եք Թուրքիայի դեմոգրաֆիան, ակնհայտ է, որ քրդերի աճը, բնական աճը շատ ավելի բարձր է, քան թուրքերի։ Երբ որ նույն Էրդողանը կոչ անում ունենալ 3 երեխա, առնվազն 3 երեխա, ուրիշ տարօրինակ չէ մեզ համար, Թուրքիան 1 միլիոն աճ տարեկան, բայց որտեղ ինքը տեսնում որ 1,5 միլիոնից ավելի 2/3-ը քրդերն են, իրանք ունելով 25-30%-ը աճի առումով իրենք շատ ավելի մեծ են տոկոս տալի, եւ իրանք վախենում են եւ իսկապես հիմք ունեն վախենալու որ ևս մի 20-30 տարի եւ քրդերը կարող դառնան այդ երկրի մեծամասնություն։ Դրա համար եթե ճարաններ կոտորեն քրդերը կկոտորեն, բայց դա ուղղակի անհնար է այսօր։ Ինչ վերաբերում է հարցին, եթե ինչ-որ մեկը այդ հարցը բարձրացնի եւ այլն, հա, եթե բարձրացնի եւ խելոք բարձրացնի, դա կարելի է որպես միջազգային քաղաքականության գործիք դարձնել։ Ընդհանրապես ցանկացած հարց որ այսպես են ինչ-որ կոչվում ակտուալիզեյշն, այսինքն արդիականացման հարց կա, այսինքն դու պետք է հարցը տեսեք Ղրիմի հարցը, չէ՞ թուրքերը Քյուչուկ կայնարջի պայմանագիրը ոնց կարողացան մի անգամից առիթից օգտվելով, այսինքն որ մեռած փաստաթուղթ այսօր արդիականացնել եւ սարքել արդեն բանը միջազգային հարաբերությունների փաստաթուղթ։ Իրանք հասկանում են, որ դի չեն կարա, չէ՞ փոքեն, բայց ինչ են բացում, շատ բարձ պատճառով դա իրանք ռուսներին կասեն մեր զիջեր մի տեղ մի հարցում, մենք այս հարցը չենք բարձրացնի։ Կարող է իրանք չեն հասկանում, որ իրանք որ զենքով կարան վերցնել ռուսներից, ոչ է, որ հաճախ մենից ասում են ինչ եք այս հարցը բարձրացնում, միևնույն չեն կարող վերցնել, որտեղ ինքնին հարցը լծակա։ Հիմա այս ինչից են վախենում, երբ որ թուրքերը Ղրիմի հարցում հարցը բարձրացնել, հետո ռուսները բանակցեն, ռուսները ինչ պետք է զիջեն, մեզ պետք է զիջեն, չէ՞։ Որտեղ ռուսները թուրքերին ուրիշ զիջելու բան չունեն, կամ Ղարաբաղը պետք է զիջեն, որպեսզի նա իր բերանը փակի Թուրքիան։ Որտեղից եկավ 250 տարվա պայմանագիրը, ոնց կարելի է խելոք քաղաքականության դեպքում օգտագործել։ Ամբողջ իրավունքը ինչ է, Դավթովն ասում, մեր նախնիների մասունքներն են հալված այդ երկրում։ Սա ինձ ձևակերպում է, նախնիների մասունքները Ղրիմում, որտեղ չկա ուրիշ հաստատում։ Բայց մարդը կարողանում անգամ դա սարքել քաղաքական
շուտ պահանջատիրության Պարոն պատկերացնենք հողերը հետ ձեռք բերեցինք, քրդական հաստատ կամ ձեզ սցենարը ինչպես պետք է լինի։ Վանի տարածաշրջանում լիքնենք բավարարական կուսակցությունը քրդական, չի բերի արդյոք դա կոնֆլիկտի քրդերի հետ, զինված կոնֆլիկտի։ ձեռք բերելը խիստ պայմանական է, որովհետև իրավատիրությունը որոշակի տարածքի վրա կարող տարբեր դրսևորումներ ունենա։ Այսինքն նրա դրսևորման ինձելը լիակատար սուվերենիտետի վերահաստատում։ Այսինքն այդ տարածքը դառնում է Հայաստանի Հանրապետության տարածք, բնականաբար դու ժողովրդին չես կարող քշել, այդտեղի ժողովուրդը կամ դառնում է քո քաղաքացին, որ ըստ տրամաբանության եւ մարդու իրավունքների պիտի լինի, կամ եթե դու կարողանում ես ոնց որ անում են պրիվատները, այսինքն դու այդ մասային թողես անքաղաքացի վիճակով, որը շատ բարդ կլինի, որտեղ դա այդքան շատ ավելի շատ են, քան օրինակ ռուսները, ասենք մերձբալթյան երկրներում, ես շատ հետաքրքիր է, տեսեք, որտեղ Ռուսաստանը մեղադրում է մերձբալթյան երկրներին, ասում եւ արևմուտքին, ասում որ մարդու իրավունքների խախտում կա, ռուսներին մերձբալթյան երկրները չեն տալիս քաղաքացիություն եւ արևմուտքը չի դատապարտում։ Մեկ եք նայեք, իսկ ինչի չի դատապարտում արևմուտքը։ Իսկ ասենք ինչ-որ մի պատճառ կա, թե ինչ-որ երկերեսանի խաղ է, գուցե ռուսներն են ճիշտ։ Արևմուտքի դիրքորը շատ հստակ է, որ հանցագործությունը չի ծնում իրավունք։ Այսինքն այս ռուսները հայտնվել են մերձբալթյան երկրներում հանցագործության, օկուպացիայի հետևանքով։ Հետևաբար նրանք չեն կարող օգտվել, այսինքն որպես օկուպանտներ քաղաքացիության իրավունքից։ Այն քանակությունը, որը ըստ տրամաբանորեն իրանք կաճեին, ասենք 40-ական թվականին ենթադրենք 2000 ռուսեր, պիտի դառնալ 600, իրանք այդ կանում տվել են, ավելի չեն տալիս։ Եվ իրանք ճիշտ են։ Դրա համար իրանք որևէ մեկը չի դատապարտում։ Ինչքան էլ ուզում ասեն բարոյականություն խաղան արևմուտքում մեղադրեն, իրանք ճիշտ են։ Օկուպացիան չի կարող իրավունքի հիմք հանդիսանալ։ Մերը ուրիշ է։ Մենք հաստատ չենք կարողանա դա խաղարկել։ Ոչ թե մեր դիրքերն ասխալ, մենք չենք կարողանա, որտեղ ես ելնում եմ մեր դառը փորձից։ Այսինքն եթե մենք չենք կարողանում 20 տարի, ինչի պիտի 25-րդ տարով ոչ դառը դա կարողանանք։ Մենք չենք կարողանում։ Դրա համար մեր միակ հնարավորությունն է ինչ որ ես ասացի, այսինքն ոչ թե վերահաստատել սուվերենիտետը, այլ ստեղծել մի որոշակի միգուցե միջազգային վերահսկման մեխանիզմ այդ տարածքի վրա, որը կլինի համատիրության, կոնդոմինիումի նման մի բան, հայ-քրդական։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դեռևս 1913-14 թվականին քննարկվում էր հարցը ամբողջ 6 հայաբնակ վիլայեթները բաժանել երկու նահանգների եւ Վեստենեգի եւ Փոֆի գլխավորությամբ ստեղծել երկու վարչական եվրոպական վերահսկողության տակ։ Դա կարելի է այսօր էլ խաղարկել։ Այսինքն Վիլսոնյան Հայաստանի վրա, ու բացառությամբ կապսի, որտեղ նա Հայաստանի մաս է, ստեղծել հայ-թուրքական համատիրություն, ամրագրել միջազգային իրավունքով յուրաքանչյուր կողմի համար որոշակի իրավունքներ եւ նաեւ վերահսկող մեխանիզմ սահմանել միջազգային, ասենք Ռուսաստանի մասնակցությամբ, Միացյալ Նահանգների մասնակցությամբ, Եվրոմիության մասնակցությամբ եւ այլն, եւ սարքել, այսպես ասենք, ազգերի եւ շահերի բախումից այդ տարածքաշրջանը փոխել դարձնել ազգերի եւ այդ շահերի համադրման եւ փոխօգնության տարածք։ Մենք այդ ժամանակ կշահենք, որովհետեւ ըստ էության մեր գործունեության ձևը եւ քրդերի գործունեության ձևը, այսինքն բիզնեսները բարձ ասած, իրար չեն հակասում։ Այսինքն ինչով որ իրանք զբաղվում են, որպես կանոն մենք չենք զբաղվում։ Այսինքն անասնապահությամբ, չգիտեմ այդ ձևը, եւ հակառակը, ասենք արհեստներ, առևտուր եւ այլն, միջագիտություն մեր չունենք։ Դրա համար մենք կարողանանք այդ 6.5 միլիոնավոր շուկան մեզ պետք է, իրանց էլ պետք է մեր այս գիտելիքները ճիշտ է շատ։ Բայց ես ավտոնոմիայի աշխարհի մասնակցի եք, քրդական ջրավտոնոմիա, ոնց որ բանը Իրանի Քրդստանը։ Դե այդ փաստաթղթերը նման հիմք չեն տալիս։ Հիմա Պուտինը դառել է ազգերի ինքնորոշման ջատագով, ինքնորոշում էր ասում էր, որ պետք է ինչի Ղրիմի ժողովուրդը իրավունք ունի ինքնորոշվելու եւ այլն եւ այլն։
Տեսեք ոնց է, չէ՞ փոխվում։ Այդ Պուտինն էր, որ 2 ամիս առաջ ասել էր ինչ ինքնորոշում, ինչ Ղարաբաղ, ինչ բան։ Հիմա ինքն է դարձել ճատագով։ Գիտեք, ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Կարող է տարբեր բաներ լինել, բայց խնդիրը որն է։ Դու պետք է քայլես ինչ-որ նպատակի ուղղությամբ եւ առավելակում եւ քայլերի ընթացքում քո շահերը կարողանաս ամրագրես եւ պահես։ Վերջնական արդյունքն ինչ կլինի, դժվար է ասել։ Բայց մի բան պարզ է, եթե դու դա չանես, ոչ մեկ քո փոխարեն չի անի։ Ոչ ոք չի անի այդ փոխարեն, դա մենք պետք է անենք։ Սա ուրիշ հարց է դա։ Իսկ եթե չանենք, կարող ենք մենք շարունակենք որպես ազգ եւ պետություն գոյատևել։ Ես մեծ հարցականի ունեմ։ Սովետական միության ժամանակ հասկանում եք, ճիշտ է, մենք պետություն չէինք, բայց մենք ինչ-որ մեծ կայսրության մաս էինք, մեծ շուկայի մաս էինք մեր համար, այս բան լավ ապրում ենք, էլի այսինքն պարախումբ էր գրում մեր մեծ տուր երկու բանը, այս է լավ է, արագ 73 կա, այսպես բաներ է, էթնիկ, ֆոլկլորիկ անկախություն ունենք, էլի ֆոլկլորական, բայց չունենք քաղաքական անկախություն, բայց մենք բան չունենք, հասկանում եք, վտանգ չունենք, որ մենք որպես ժողովուրդ կսպառվենք։ Մենք ապրում ենք, շատանում ենք մեր համար, ինչ-որ հիմա ուրիշ է, հիմա մեր վրայից այդ բանը, ջերմոցային պայմանները հանել են, մենք կատաղի պայքարի մեջ ենք, ամբողջ աշխարհի այդ բաների մեջ, եւ հետեւաբար մենք կամ պիտի լինենք ուժեղ, հարուստ, մեծ, որտեղ մենակ դրանք են կարողանում գոյատևել եւ բանել, կամ ու կարծիքով չեն լինի։ Ես ես նոր չեմ, ես տարիներ ասա ասում եմ, տարիներ ասում եմ և ցավոք սրտի ոնց որ ես ճիշտ եմ խոսքանի և ուզեի դուր չգայի, որովհետև շատ պարզ է, եթե դու ուզում ես օրինակի համար օվկիանոս անցնես, դու որոշակի պարամետրեր պիտի ունենա քո նավը, որոշակի չափից փոքր նավը չի կարող պարզապես անցնի, իսկ հիմա պետությունն է, եթե մենք ուզում ենք հասնել ինչ-որ եզերքի է պետքում պիտի ունենան որոշակի պարամետրեր։ Հատվել։ Ձեր կարծիքով, եթե Հայաստանը Եվրամիության այդ ասոցիացիան պայմանագիրը ստորագրեր, Ռուսաստանը Ղարաբաղը կխլեր մեր ձեռից, թե ոչ։ Ոնց որ ասենք խոսքի Վրաստանի ձեռից խլեց Աբխազիան եւ Օսետիան, հիմա Ուկրաինայի ձեռից Կրիմն ասում բանի, որին դեմ չան։ Ես մի փոքր հարցերուի ձևով դնեմ, եթե մենք մտնենք մաքսային միություն, Ռուսաստանը կխլի Հայաստանի ձեռից Ղարաբաղը ոչ։ Ինչ գիտես։ Իմ կարծիքով Հայաստանը կստորագրի Եվրամիության հետ ասոցիացիան պայմանագիր, թե մաքսային միության պայմանագիր, Ղարաբաղի գլխին կախված է Դոմոկրան սուրը։ Այո, եւ ավելին ասեմ, երբ որ մենք մաքսային միության մեջ ենք մտնում, ըստ էության Ռուսաստանը ստանում է առավելագույնը, ինքը այլևս մեր հետ խաղալու իմաստ չունի, սիրաշահելու իմաստ չունի, մնում է միակ բանը, որ ինքը պիտի անի, սիրաշահել Ադրբեջանին, որովհետև ըստ էության, այսօր նա հետաքրքիր մի միտք կարդացի, ասում է Ռուսաստանի վերաբերում ես Հարավային Կովկասի, Վրաստան ասվա միջոցը, Հայաստանը ճանապարհ, Ադրբեջանը նպատակ։ Եվ իրականություն այդպես է, Ռուսաստանի նպատակը Ադրբեջանն է, Հայաստանի միջոցով Ադրբեջանին իրան կապելը։ Հիմա այդ պարագայի հարցը առաջանում, ինչով պիտի շահագրգռի Ռուսաստանը Ադրբեջանին, ինչ լծակ ունի Ադրբեջանի վրա, փողով, Ադրբեջանը լիքը փող ունի, նավթով, գազով, հետենումի, Ղարաբաղով։ Դա մաքսայնություն այստեղ կապ չունի։ Եթե մենք Եվրոասոցիացիան պայմանագիր ստորագրենք, մենք ոնց մեր տնտեսությունը շնչելու հնարավորություն կունենալ։ Իսկ մարդիկ կսկսեին մոնենքիչ լավ ապրեին այս երկրի մեջ, ապրանքները չէր թանկանա, հասկանում եք։ Հեշտ կգնայինք Եվրոպա։ Ղարաբաղը կգնեն այն ինչ ոնց կա, ասում դա Ղարաբաղի հետ կապ չունեցող հարց է։ Մի խառնեք հարցերը հետևյալ, այսինքն եթե մենք մտնենք մաքսայնություն, չի նշանակում, որ դրանով մենք Ղարաբաղի հարցը հոգուտ մեզ են դուրջում։ Մեզ միզետ պաժեր չէ, թե մտնենք Եվրոպա։ Հիմա է կպաջի, բայց չի պաջում հիմա։ Այսօրվա վիճակով, որ դու ավելի շատ ես վճարում գազի դիմաց, քան եվրոպական երկրների մեծ մասը, դա պատմիչ չի։ Չէ, օրինաչափ է։ Ինչի է օրինաչափ։ Դրանի կարժանի։ Հիմա ես հարցը ուրիշ ձևով տա։ Չէ, ես հարցը ուրիշ ձևով տա։ Տեսեք, ռուսները ասում են, որ այս ամբողջ խաղի իմաստը նա է,
որ ամերիկացիք ուզում են ռազմական բազա հրթիռներ տեղադրել Ուկրաինայում։ Չէ՞։ Այդ ռուսական տեսակետը ինչքանով ճիշտ չեմ կարող ասեմ, ես չեմ հավատում նրան ճիշտ ասած։ Բայց դու պատկերացնում ես, ուրեմն ռազմական բազա տեղադրելը ինչքան կարևոր եւ մեծ բան է, որ ամերիկան պատրաստել է մեծ խաղի մեջ մտնել, հանուն նրան որ ռազմական բազա ունենա։ Ռուսները չեն ասում, ախր, այդ ինչ-որ մի մաս է դու շատ փոքր ասում։ Ինչ է ռուսները մեզ չեն ասում։ Ռուսները չեն ասում, որ ամերիկացի դնելու դրա պատճառով մենք ուզում ենք Կրիմը առանձնացնենք։ Այդ ինչ-որ իրանց ասացի շատ փոքր մասը։ Բան չունեմ ասում, փոքր, ես դա եմ ասում, որ ինչ-որ մի փոքր մաս դա է ասում։ Ես ուղղակի վերնորներ մասը ընդհանուր խաղի ինչ-որ N տոկոսն է, բայց կան ուրիշ հարցեր, որի պատճառով այդ ամեն ինչը լինում է։ Չէ, ես մի ուրիշ բան եմ ուզում ասեմ, որ ռազմական բազա տեղակայելը դա այնպիսի կարևոր բան է, որ որոշ մաս կարա մտածի, որ այն ամերիկացի կես ամբողջ անում են նրա համար, որ ռազմական բազան ունենա։ Հիմա ես սկզբից ասեցի, ճիշտ ապես սխալ ուրիշ հարց է, ես սկզբից ասեցի, չէ՞, որ ես չեմ հավատում դրան, դա էլ ասեցի։ Բայց ես ինչ եմ ուզում ասել, որ ռազմական բազա տեղադրելը դա մեծագույն, այսինքն ունենալ Հայաստանում ռուսական բազա, դա մեծագույն ծառայություն է Ռուսաստանի համար։ Այսինքն դրա դիմաց Ռուսաստանը ոչ միայն պետք է Ղարաբաղը Նախիջևանով մեզ տար, այլ տարեկան $2 միլիարդ փող պետք է տար դրա համար։ Ոսկե դրա մասին է իմ ասածը, որտեղ եթե Ամերիկայի նման երկիրը կարող է հանուն ռազմական բազայի, ըստ ռուս վերլուծաբանների, ոչ թե հայ վերլուծաբանների, ռուս վերլուծաբանների գնալ նրան որ ամբողջ գեոպոլիտիկ ճաշեփեր բաղի շուրջը, Ուկրաինայի շուրջը, ուրեմն պատկերացրեք դա ինչքան կարևոր է։ Այս ամբողջ խնդիրը գիտեք որն է, որ մենք տարօրինակ հոգեբանություն ունենք, խիստ տարօրինակ հոգեբանություն ունենք, մենք անընդհատ փորձում ենք ինչ որ մեզ մեղավոր տեսնել, մեզ տեսնել ամեն ինչի, ինչ որ մի բան է, չէ՞ տեղի ունենում։ Փոխանակ ասեն, որ բան է, այսինքն այս մարդը չի կատարում։ Օրինակ այնօրը մի հատ հարց կար, այստեղ քննարկվեց զենքի վաճառքի մասին, Իսրայելը եւ Ռուսաստանը, Ադրբեջանը։ Բայց ո՞նց կարելի է հակմատել դաշնակից երկիրը ոչ դաշնակից երկրի հետ։ Իսրայելը որևէ պարտավորություն չունի մեր նկատմամբ։ Իսկ Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Բա տարբերություն չկա այդ Կտրեմ։ Եթե ասենք խոսքը գնում է զենքի կամ նույն գազի գնի մասին, Ռուսաստանը եթե նկատում է կարա այդ ամեն ինչը անի եւ Մարսի ինչի չանի, որ եթե կարա գումար չտա, ինչի տա, կամ եթե կարա թանկացնի Մարսի այդ ամեն ինչի չթանկացնի։ Ստեղից հարց, այդ որ բացառում ենք ասենք բանի հարցը զինյալ պայքարի ու զենքով հայ փրկության մասին, մի երկու օրինակ եմ ուզում վերել, շատ երկար չի տևի։ Կոնկրետ մեր Լսում եք։ Կոնկրետ մեր երեկվա հյուրի Պարագյան, որ Հակոբ Հակոբյանը նրա մասին նշում էր, որ Արեգ Ենիկոմյանը արեց այն մեկ օրում, ինչ տասնյակ տարիների ընթացքում հարյուրավոր դիվանագետներ եւ քաղաքական գործիչներ չէին կարողացել անել։ Եվ կարան օրինակ բերեմ, չգիտեմ, այստեղ հավաքված են երևի ապագա դիվանագետներ։ Բայց մի րոպե, ինչն է, Ալեքը ինքը ասել, որ դա զինյալ քարոզչություն էր։ Եվ այո, որպես քարոզչություն, բայց եկեք զինյալ քարոզչությունը հարցը հնչեցնելը եւ զենքի ուժով 160,000 քառակուսի կիլոմետր ազատագրելը չդնենք նույն հաղթության դրան, իրապես տարբեր բաներ են։ Անելու մեջ դիվանագիտություն ունենալը բնականաբար պետք է, դրա համար ստեղ զենքի դիմելը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է եւ առանցքային։ Իհարկե դուք լավ գիտեք, որ վիզոն քարոզելուն անմիջական մասնակցություն ունեցել եմ եւ պատրաստվում եմ շարունակել ունենալ այդ մասնակցությունը, հարցը դրանում չի, բայց Գարեգին մեջտեղ այսպեսի մի բան էր ասում, որ Wilson, Վախտ եւ հայոց զինվորի սպինը, սրանցից միայն երրորդը կարող է գծել Հայաստանի իրական սահմանները։ Եվ եթե հույսներս դրել ենք, որ պետք է միայն իրավական այս բաների քաշքշուկների մեջ ընկնելով ասենք մեր երկրի սահմանները վերահաստատենք, դա հաստատ այդպես չի։ Զինյալ պայքարը պետք է լինի դրա առանցքային գիծը, իսկ որ դրանք պետք է գումարել դիվանագիտություն, այդ դա նոր երկրորդական եւ երրորդական է։ Նույնպես կարեւոր, բայց ոչ առանցքային։ Ուղղակի այստեղ հարցը ինչու՞ն է։ Գուրգեն Յանիկյանի նման մեծ անհատը, որ իր մի շարք այսպես
հաջողությունների նաև գումարել էր այն, որ դիվանագիտության և միջազգային իրավունքի հարցերում այնպիսի արդյունքներ էր գրանցել, միաժամանակ ստացել էր պետական պարգևներ ռուսական ցարի կողմից, ուրեմն Իրանի շահի կողմից և ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից։ Պատմության մեջ ես երկրորդ այդպիսի անհատի չեմ ճանաչում, եթե դուք կարող եք նշել ուրախ կլինեմ։ Նա այդքանը հաշվի առնելով իր այդ ամբողջ բանը գործը կուտակելով դիմեց զենքի։ Մի օրինակ բերեմ ընկերս, նա երեք Դավիթ հասկանում եմ, պարզապես չեմ հասկանում, դրանով դու ոնց ես ուզում ազատագրես Մուսիմյան Հայաստանը։ Ընկերս այդ դրսի հայերի Ասեմ Յանիկյանով տեումով, ինչ-ինչով։ Այսად ասեմ, ուրեմն դիվանագում երեխաների պար է սովորացնում, 8-9 տարեկան երեխաներին գետաշե երկն է սովորացնում, բացատրում է, բան երեխեքից մեկը ասում է, ինչի է գետաշեն Արցախի դարպասը, ասում է սենց դիրքն է բացատրում, ինչքան հնարավոր է, երեխան Հայաստան չի տեսել, Լիբանանում է ծնվել մեծացել։ Ասում անկես արկից մենք այդտեղ զինվորներ ունենք, զորք ունենք, ասում ու այո։ Այս 8 տարեկան աղջիկը ասում է յալա, ու կսպասենք։ Ինչ եմ ուզում ասեմ, այդ 8 տարեկան աղջիկա չափել չկա։ Չէ, դա ուրիշ բան ես խոսում։ Եթե խոսքը գնում է ազգային դաստիարակության ողջունման մասին, համաձայն եմ, ոչ ոք դրա դեմ չի, ես էլ շատ անգամ գրել եմ, որ իսկ գրեյնի բանաձևին պետք է նավ այդ հարցը չի։ Բայց հասկացեք մի բան, բաներ կա, որ ողջունության եւ 8 տարեկան աղջկանով չես անի, հասկանում ես, որովհետեւ գործում են հրթիռներ, գործում ունեն, ինչ ասեմ, սետելայթներ, տարբեր բաներ գոյություն են, հասկանում ես, որ այդ ողջունությամբ չես կարող անես։ Որ Հայաստանում գոյություն ունեն։ Համաձայն եմ, բայց երբ որ հրթիռը գալիս է վերևից գալիս է, դու չես կարող ամոզես, հասկանում ես, մարդուց դու ես հայրում ուղելով դարձել չես կարող, հասկանում ես, ես համաձայն եմ, որ զենք օգտագործելու համար հմտությունապետ պետք է տարբեր բան կա, բայց դուք ունենաս այդ զենքը, եւ այսօր գիտեք վտանգը որն է, որ եթե Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ քանի զենքի մակարդակը ցածր էր, այսինքն հիմնականում Կալաշնիկով, հետո դրանոց եւ այլն, գրեթե հրթիռներ չօգտագործվեց մի քանի բան։ Այդ դեպքում անհատի դերը բարձր է եւ այդ քո ասած ողջունությունը բանը բարձր է։ Ներկա պայմաններում որտեղ ոչ կոնտակտային պատերազմի վտանգը կա։ Հասկանում ես, այդտեղ արդեն այդ դասիրակության եւ այդ բանի խնդիրները մի քիչ ուրիշ է։ Դա կարևոր է, դա բան է, բայց փորձը ինչ է ցույց տալիս, եթե խոսքը գնում է մոտիվացիայի մասին, եկեք օրինակ նայենք։ Իրաքի դեպքը, Իրաքը ուներ աշխարհում երրորդ հզոր բանակը, Սադամ Հուսեյնը, միլիոնից ավել եւ շատ մոտիվացված, իսկապես, այսպես դեպի ուղերձները փոխուց գծած եւ այլն, բայց այդ բանակը երկու շաբաթ չկարողացավ դիմադրել, Գեներալները հիմնականում գեներալները չդավաճանեցին, պարզապես ամերիկացիները կարողացան ամբողջ կառավարման համակարգը անջատել, զրոյացնել, այսինքն այդ գեներալը ինչ պետք է անել, եթե ինքը չի կարողանում հրաման փոխանցի բանակի։ Դե հիմա ճիշտ է, սխալ, ճիշտ է, բանակին էլի պարտվելու էին, որտեղ քո ասած մոտիվացիայով չի պարտվելու։ Նայ, Դավիթ, դու խոսում ես մեկի հետ, որը 3 տարի կորպուսի մակարդակով ղեկավարել է ռազմական օպերացիաներ, 27 տարեկան ասակով, ես ման բանը չպետք է ասեի, այն ինչ որ ես էի անում, հլա ես բանակը չի անում, ուրեմն ես քեզ կարամ ասեմ, որ այդ մոջահեդիններից ավելի մոտիվացված կռվողներ չեն եղել, բայց իրենք մեր դեմ չէին կարողանում ոչինչ անել, հասկանում ես, որտեղ մենք ես ոչնչացնում ենք պարզապես 47,000 այլ վրեքները նետելով, հասկանում եք, վառում ենք ամեն ինչ, հետո ինքը մոտիվացված մի բան անել, ինչ պետք է անի, հասկանում ես, այդ ամբողջը լավա սպեցօպերացիաների ժամանակ, լավա փոստակում գրավելու ժամանակ, այդ բաները շատ լավ է, դրանք բան չունեմ ասելու, բայց մեծ բանակային պատերազմի ժամանակ, այդ բաները արդեն զենքի մակարդակի խնդիրը կա, զենքի մակարդակի խնդիրը կա, երբ որ նույն Դուդաևը Turkmenistanski վայրի օկրուգից ուղարկում էր ավիացիա, այսպես կոչած Կավրովի բամբոժի կոչեցյալը, որ ինքը մտցրեց, երբ որ հողիներին հավասարեց, ասկանում խալին տեսել էր, չէ՞ որ գցում եք խոտի վրա, հետո հանում եք ինչ արնում, այդ է հողին էր հավասարեցնում, բիլոն ու կես մարդ Աղվանստանը ուչից հատներել, այդ բաներից, հետո կրում էին կրվող էին, դու կրում էին, դուքները տեղն էր, դուխով չի, էլի, այդ դուխով չի, մեզանից ոչ մեկ թող այսինքն այդ փանչի այդ տղերքից դուխով չլինի, որոնք իսկապես պատրաստ էին ծանրագույն պայմաններում կռվելու
ինչ ասեմ, բառից բուն իմաստով բոբի կորներով ձմերը։ Բայց մարդիկ կրվում են, որտեղ իրանք և իսլամի գաղափարով և հայրենիքի և դարերի փորձը, բայց էլի չկարողացան։ Եթե իրանց թիկնոքին կանգնած չուներ նույն արևմուտքը, նույն ամերիկան, բարոյական զենք ու մասնագետ չտար, բնականաբար իրանք ոչ մի չէին կարող անել։ Դուք հարցը տվել եք, տեսնեք ով կա որ աղա այդ աղջիկը։ Պարոն Փափյան, դուք նշել եք, որ Վիլսոնի իրավարավճիռը պարտադիր ոչ միայն Հայաստանի, Թուրքիայի կատարման համար, այլև Ամերիկայի և 16 հայցող պետությունների, ճիշտ է։ Եվ ավել։ Եվ ավել։ Հենց այդ ավելի մասին եմ ուզում հարցեմ։ Դուք նշել եք, որ պարտադիր է դա Հնդկաստանի, Պակիստանի համար, բայց օրինակ հենց Պակիստանը գիտենք, որ ինքը նույնիսկ Հնդկաստանի իրավահաջորդը չէ։ Այսինքն այդ դեպքում ո՞նց է ինքը պարտավոր Անգլիայի ստորագրած պայմանագրի կատարումը պահանջել։ Ուրեմն ինչու եմ ես դա ասել, որովհետև հայցադիմումը կոմպրոմի ինքնին համաձայնություն է ճանաչել վճիռը։ Իսկն բոլոր են երկրներ, որոնք մաս են կազմել հայցադիմումին, նշանակում են պարտավորել են դա իրականացնել։ Եվ երկու կոմպրոմի է եղել։ Մեկը Փարիզի վեաժողովի անունից Սանրեմոյի 26 ապրիլի 20 թվականին, երեք մեծ երկրների կողմից ստորագրված Իտալիա, Բրիտանական կայսրություն և Ֆրանսիա, մյուս արդեն Սևլի պայմանագիրն այդտեղ է 16-ին եւ այլն։ Ես չեմ ասել Պակիստանը Հնդկաստանի իրավահաջորդն է։ Ես ասել եմ, ես ինչ եմ համարում, որովհետեւ այդ ամբողջը եղել է բրիտանական կայսրության մաս։ Ստեղ արդեն բրիտանական կայսրության մաս են եղել եւ չեն եղել ինքնուրույն սուվերեն երկրներ եւ բոլոր բնականաբար բոլոր այդ երկրները, որ հանդիսացել են բրիտանական կայսրության մաս, իրավահարության մաս են կազմում։ Դուք շփոթում եք երկու կարևոր հարց, իրավահաջորդությունը, ասենք այդ պետությունների արդյոք ուրիշ է, իրավահարության մեջ ուրիշ է։ Իրանք կոմպրոմիի մաս կազմել են այդ պահին։ Այսինքն ապրիլը 26-ի ժամանակ 20 թվականին եղել է Պակիստանը, որ այդ պետություն չէ, բայց Պակիստանը բրիտանական կայսրության մաս։ Վերջացավ։ Ինքը եղել է, ինքը այդ ստորագրության պատճառով է ինքը հանդիսանում պարտավորության տակ գտնվում։ Ինքը այդ ժամանակ ստորագրել է։ Պարոն Փափյան, կարելի է մի հատ օրինակ բերել ուրիշ մեր կյանքից, չէ, դուք ձեզ եք խնդրում բերեք, որ ավելի պարզ լինի։ Չէ, դե հիմա ասենք օրինակ Հայաստանը եւ Սովետական միությունը ինչ որ տենց իրավահաջորդական ինչ որ տենց բան կա։ Չէ, նա մի քիչ ուրիշ է, պետությունների իրավահաջորդության հարցը ուրիշ է։ Պետությունների չէ, պայմանագրերի այդ փաստաթղթերի։ Չէ, դե Հայաստանը ՍՍՄ իրավահաջորդը չի։ Բնականաբար։ ՍՍՄ իրավահաջորդը չի, դրա համար էլ կոնկրետ այդտեղ հարց առաջանում է, դրա համար էլ կա Սպանս Մոսկվա եւ այլն, սա հարցը ուրիշ է։ Այդ իրավահաջորդը չի։ Չէ, շփոթությունը ինչու՞ն է կարծիքով։ Պայմանագրի եւ իրավարարության նույնացման մեջ է։ Դրանք տարբեր բաներ են։ Պայմանագիրը բանակցվում է, համաձայնեցվում է, հետո ստորագրվում է եւ ավերացվում է։ Եվ միայն դրանից հետո է ուժի մեջ մտնում։ Եվ այդտեղ արդեն խնդիր է առաջանում, ինչքանով է պայմանագիրը օրինակ եւ ինչքանով է պայմանագիրը, այսպես ասած, իրավահաջորդության վերաբերում բոլորին, որտեղ դա վերջում է ելքը։ Իրավարարությունը լրիվ հակառակ պրոցես է։ Իրավարարությունը նախ ստորագրում ես, տալիս ես համաձայնությունը, որ դու համաձայնես, եւ դա տվել են բոլորը։ Հետո որոշումը կայացվում է եւ այլն։ Դու դրանից հետո կկիսվես 5 մասի, թե 15 մասի, թե կմնաս մեկը, դա քո իրավական պարտավորության վրա չի ազդում։ Որտեղ եթե այդպես լինի, ցանկացած կենցաղում, ասես կենցաղային օրինակ, այդ դու գնացել ես բան թուղթ ես ստորագրել, որ դու վարկ ես վերցնել, պիտի փակես, չէ՞։ Հետո դու էդի ոնց ասած այդ քո վարկը բան կանես, չես փակի, ասես ախպեր ջան, ասած ես կապ չունեմ սրա, որտեղ ես օրինակ անունս գնացել փոխել եմ, կամ չգիտեմ ինչ եմ արել։ Միլիոն բան կարաս պատճառ բռնես։ Այդ ձև չի։ Այսինքն այդ իրավական պարտավորություններն ուրիշ է, դու հետո ուրիշ խնդիր կա։ Իրավարարությունը ինքը ենթակա չի վավերացնել։ Ինքը ինքնին ստորագրությունը արդեն բավական է, այսինքն այդ պահից, այդ պահից ուժի մեջ է։ Միշտ այդ հարցով շփոթություն կա։ Խնդրեմ։
ինչքան ասեցին, մենակ վատ բաներ եք ասում։ Չէ, ուղղակի երբ չեք տենում, ինչ որ այս մեր ինք ճակատագիրը ոնց որ վատ վիճակում ունի, ասեք խնդրեմ, որն է ձեր կարծիքով այս պարագայում այս բոլոր դրույթները հաշվի առնելով հայոց անկախ պետականության գոյության իմաստը, շնորհակալություն։ Գործանքի իմաստը Ընդհանրապես հայոց պետականության գոյության իմաստը դա հայոց իրավունքների հաստատումն է։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, գրել եմ վերահաստատում։ Եթե հայոց պետականության իմաստը լիներ փողոցները ասֆալտել, կոյուղագծերը փոխել եւ չգիտեմ ինչ որ բաներ անել, դրա համար պետություն պետք չի։ Դրա համար քաղաքապետարանը բավական է։ Դա քաղաքապետարանի մակարդակում բավական է։ Ես դա մասին վաղուց էի գրել։ Եթե պետությունը չի կատարում իր պետական ֆունկցիաները, այսինքն ինքը ազգային խնդիր չի դնում, այդ թվում է սեփական տարածքի վերականգնումը, ինքը ի վերջո դադարելու է գոյությունը, որտեղ դառնում է քաղաքական ատավիզմ, դառնում է կույրաղիկ։ Հասկանում եք, անիմաստ է դառնում։ Այդ պետության գոյությունը անիմաստ է, եւ հասկանում եք, դու պիտի ունենաս այնպիսի ֆունկցիաներ, որ բոլորի համար պետք է լինես։ Ասենք ամերիկանները շահագրգռված են լինի, Ռուսաստանը ֆրանս, որ քո նման պետությունը լինի։ Բայց եթե դու խնդիր ես դնում գնալ մանկապարտեզներ բացել, դպրոցներ եւ այլն, էլ եմ ասում, որ լավ բան է, բայց դա պետության հետ կապ չունի։ Ոնց պետք է, քաղաքապետք է եւ այլն, պետությունը համազգային խնդիր է։ Հիմա ոնց պիտի այդ ամբողջը լուծվի։ Իմ համար 91 թվականից ի վեր, այս պետությունը մի իմաստ է ունեցել։ Ոնց են կրկնում։ Եթե դիվանագիտորեն կոչենք, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը, ոչ դիվանագիտորեն, ոնց ասած մեր հողերն ու փողերը հետ տվեք։ Հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջը։ Այսինքն ինչ ենք անում, մենք անկախացանք ինչի համար, որ 29000 քառակուսի կիլոմետրի վրա որ մի բան ստեղծենք ու մի կերպ ցանից փող վերցնելով ապրենք, այդ զոնով ապրելը մեզ պետք չի։ Այս ամբողջ ասես վատ բաներ է ասում։ Բանտաներ չեմ ասում, ես իրողություն եմ ասում, բայց արտագաղթն դրանով է պայմանավորված, որտեղ այդ մարդը ասում է ես պատրաստ եմ 30 տարի երկու տառապելու, հանուն նրա, որ իմ զավակները կապրեն մեծ եւ հզոր Հայաստանում, բայց այդ դու դուրեն ասում ես չի ախպեր ջան, 30 տարի դու ես էլի փոքր եւ խեղճ, հենց գնամ Ամերիկայում կապրեմ կամ Ռուսաստանում կապրեմ, դրա իմաստը ո՞րն է։ Երբ նույն խոսակցությունն եղավ Սփյուռքայը, ինչի պետք է գա Սփյուռքայը ապրելու։ Նա մենակ կգա ապրելու, եթե իսկապես ինքը հպարտ է եւ տեսնում է PS պետության մեջ իր ազգային պետությունը, իր իղձերի կատարողը։ Եթե ինքը պետք է այս պետության մեջ տեսնի իրեն փոշակ տվողը, ես վստահեցնում եմ շատ երկրներով ավելի լավ փոշակ է տալիս։ Ինքը գնալու չէ այսօր փոշակ ստանալու կամ աշխատավարձի համար։ Հասկանու եք, բաներ կա, որ դուք ի սկզբանե պարտված եք եկեք դաշտի վրա ես դնում մրցակցությունը։ Այդ դրա համար երբեք հայկական պետությունը չի կարա սովորական պետություն լինի։ Հենց մենք մեզ ծածեցինք սովորական պետություն, մենք հայտնվեցինք այս վիճակի մեջ։ Հիմա վատ թե լավ։ Գիտես, ես գտնում եմ, որ մենք շատ լավ շանսեր ունենք, դեռևս ունենք, չեմ կարող ասեմ բանա։ Ճիշտ է, ոնց է պատուանը գնալով փակվում է, փոքրանում է եւ այլն, բայց դեռ ունենք, որ մենք կարողանանք, մենք դեռ չենք հայտնվել անշրջելի վիճակի մեջ։ Հիմա մի հարցում ենք մենք հայտնվել անշրջելի վիճակի մեջ։ Ես ասեմ ձեզ, երբ սկսեցի զբաղվել, ես վաղուց եմ զբաղվում, բայց ավելի այս հարցը, այսպես ասած, դրեցի շրջանառության մեջ։ Հայաստանի ժողովրդագրական պատկերի պատճառով։ Որովհետև կարելի է ճառեր ասել, բայց կա գիտություն։ Գիտությունն ապացուցել է, որ եթե ազգի ծնելիության ցուցանիշը 1.6 է եւ ցածր, ազգը չի կարող դուրս գա անկման փուլից։ Դա թվաբանություն է, չի կարող։ Հասկանում եք, մենք 1.3 ենք։ Այսինքն մենք հայտնվել ենք մի վիճակի մեջ, որ մենք ինքնուրույնաբար երբևէ չենք կարող այս վիճակից դուրս գալ։ Այսինքն եթե ամեն ինչ մնաց նույնը, մենք պարզապես ոչնչանալու ենք։ Կասած վատ բաները։ Այսինքն ոչ թե ֆիզիկապես ոչնչանալու ենք դրսից, մենք պարզապես սպառվելու ենք։ Որպես այդ ձևը գրելու ենք, անգամ համեմատություն եմ արել։ Այսինքն ինչպես առուն ջրի մեջ կցամաքի, երբ որ աղբյուրը ցամաքում է։ Հիմա միակ տարբերակը, որ կարելի է դուրս գալ այս վիճակից, դա եթե արտաքին ուժեղ միջամտություն լինի։ Այսինքն ավելի կոնկրետ ասած, փորձ լինի,
շատ փող, բազմաթիվ միլիարդներ, այսինքն դու պետք է հիվանդանոցներ կառուցես մանկական, դպրոցներ, չգիտեմ, փող տաս ամենակարևորը ամեն երեխու ծնվելու համար եւ ոչ թե 17,000 դրամ, այլ այսինքն չգիտեմ, $500, $1,000, $1,500 եւ այլն։ Այդ հաշվարկները մնացան, այդ այսինքն արտաքին միջամտությամբ դու կարաս դուրս գաս այս վիճակից։ Ես ինքս ժամանակին համալսարանում մի ոչ գիտական հետազոտություն արեցի, այստեղ էլ կարամ կանեմ։ Ես դիմեցի աղջիկին, տելեֆոնի ժամանակ դաս էի տալիս, ասենք մի 30 հոգի նստած է, 2-3 տղա է, մի 27-20 աղջիկ է։ Հարցը հետևյալն է։ Եթե պետությունը առաջի զավակի համար ամիսը տա $100, ու սա ինստական թվերի մասն է, խոսքի 99,000 $100 ավելի մեծ է։ Առաջ երեխու համար տա $100, երկրորդի համար 200, երրորդի համար 300, չորրորդի համար 400, հինգորդի համար 900 եւ այդպես։ Բիզնես է դա։ Հա։ Հարցը հետևյալն է, այդ աղջիկներին քանի մի րոպե, քանի երեխա կունենան, մեկ, պատրաստ եք արդյոք երեխա ունենալու այդ դեպքում առանց ամուսնանալու, որտեղ չմոռանաք, մենք այսօր ահավոր վատ սեռատարիքային անհավասարություն ունենք եւ այլն։ Եվ մեծ մասն ասեց այո, դեռ խնդիրը հետևյալն է, կինը պետք է հասկանա, որ պետությունը ոչ թե ձևականորեն է, այլ իրականության մեջ օգնում է։ Ես ես վստահեցնում եմ, եթե կինը իմացավ եւ ընտանեկան բիզնեսը, այսօր մարդիկ յուղում կդնեն 10 երեխա կունենան եւ մի քանի $1,000 փող կստանան։ Այսօր հայտարարեցին, որ բարձրացվել են գները 50,000-ը։ Միանավար առաջին։ Մի մատյան ասեմ, ես հիմա ակնհայտ է, որ այդ մի քանի $1,000,000-ը, որը մեզ տարեկան պետք է առնելու նման ծրագրեր իրականացնելու համար, մենք չունենք եւ ոչ մի տեղից չենք ունենալու։ Դրա համար հաշվարկ հետևյալն է, իրավարար վճռով ամրագրել մեր տարածքային իրավունքները, ապա այդ տարածքները դարձնել եկամուտի աղբյուր, նպաստել նաև բիզնեսի զարգացմանը եւ դնել, որ այս երկրի մեջ ժողովուրդը շատանա, կրթությունները բարձրանա, պաշտպանության լավանա։ Այդ ամբողջ երբ դու կունենաս, արդեն զենքով կարաս հարց լուծես։ Հասկանում ես, այդ խնդիրը կա, որովհետեւ այսօր մենք ունենք Խնդրեմ։ Իմ կարծիքով այս ամբողջը մի հատ շղթա է, որը սկիզբը սկսվում է Ռուսաստանի շահերից այս տարածաշրջանում, այսինքն Ռուսաստանը պետք է շուտ Հայաստանը առանց հայերյա Ռուսաստանի այս տարածքը։ Հետևաբար ինքը աշխատում է այդ տարբերակը, որ մենք վերանանք աշխարհից, օտակասի քաղաքական այս իշխանական կազմ, որ նստած է վերևը, իրանք, ոնց որ իրանք ստրուկտերն են կարճացած։ Հարցը պետք է լուծվի ստեղից նախ։ Շղթան գալիս է հենց այդտեղից։ Մեզ տարածքները հետ կան, գումար հետ կան, համակարգս իշխանավորները կոչվածները, իրանք օգտակար վեկանում են գումարը, մեզ չի հասնելու ըստ էության։ Մենք պետք է նախ իրանց վերացնենք, հետո նորմալ Ուրեմն, եթե նոր իշխանություն կա, նոր իշխանությունը դատական կարգով ապացուցի, որ նախորդները ոչ լեգիտիմ էին, դա օրինական ամրագրվից է։ Այսինքն իրաց բոլոր գործունեությունը դիմում է անողջ, ստորագրությունները, մի խոսքով, պայմանագրերը եւ այլն։ Հա, հետո պատասխանելով գնալ։ Նախ ես դեռ միանշանակորեն չէի պնդի, որ Ռուսաստանին պետք է Հայաստանն առանց հայերի։ Ռուսաստանը խորապես անտարբեր է պարզապես Հայաստանի նկատմամբ։ Կրմի Հայաստանը հայերով, չի Հայաստանը հայերով, Ռուսաստանը հեչու չի, լայն հասկանում ես, ինքը ձեր հատուկ հաղթականություն չի անում։ Իրան ինչ է պետք։ Իրան պետք է մի հատ բազա, ինքը ունի, այդ բազան սպասարկող անձնակազմ ունի, գենետիկ շինանյութ, հայերը, որ այդ գնում են դառնում գենետիկ շինանյութ։ Լավ է, այդ կա, մնացածը դրա հետ միասին, եթե Հայաստանում հայերը շատանային եւ լավանային, ավելի լավ, ինքը դեմ չէր լինի։ Ինքը այդպես հատուկ չէ, բայց որ չեն լավանում, չեն շատանում, հիմա իրասին ոնց առանձնապես ինքը դանի չէ հուսում։ Հիմա գա երկրորդը։
Ուղղակի դուրս գա։ Հիմա ես դրա համար երբ որ հաս տվեցի, արդյոք պետք է ուժեղ եւ հզոր Հայաստան։ Հիմա Ռուսաստանը լավ է հասկանում, որ Հայաստանը 90-ական թվականներին եկեք կոնկրետ նայենք, էլի 91, 92, երբ որ Ռուսաստանը թույլ է, չէ՞, այսինքն Հայաստանն ավելի ինքնուրույն էր։ Դրա համար Հայաստանը կարողացավ ինքնուրույն քաղաքականություն անի։ Դրա արդյունքները մենք տեսնում ենք։ Դուք մի մոռացեք, որ մենք հաղթեցինք Ղարաբաղում, որովհետև Ռուսաստանը մի 3-4 տարի այստեղից հեռացել էր։ Եթե Ռուսաստանը շարունակեր մնալ, մենք ունենալու էինք հավերժական Սումգայի։ Մեզ փրկեց 91-ի օգոստոսի փուչի անհաջող բանը, երբ որ փորձեցին հեղաշրջում անել, չստացվեց, երկիրը փուլացավ։ Որտեղ դուք մոռանում եք, դուք հարցրեք ավելի մեծ սերունդին, իսկ մենք ո՞նց ենք կռվում Ղարաբաղում։ Ո՞նց ենք կռվում, հիմա են ասում թուրքերը, կներեք, մենք նկա ռուսների դեմ ենք կռվում, թուրքները որ իրա դեմ են կռվում, են պատրաստում են փախնում են։ Մենք բոլոր պատմությունները Ղարաբաղում Հյուսիսային Արցախի հետ կապված են եղել ռուսական բանակի հետ։ Ավելի կոնկրետ կախված են եղել Կիրովաբադի դեսանտային դիվիզիայի հետ։ Ավելի կոնկրետ այն գեներալներ, որ այսօր լենկալում է ռուսականի ՎԴՎ-ն։ Այդ նույն մարդը Կիրովաբադի դեսանտային դիվիզիայի ղեկավարն է։ Բնականաբար մենք չէինք կարող ֆիդայինները մեր կռվեին ռուսական, սովետական դեսանտային դիվիզիայի դեմ։ Այդ է։ Ուզում են իրանք կռվեին մեր դեմ, ոչ բոլորը։ Ես օրինակ ճիշտ է, ժամանակ այդտեղ չեմ եղել, բայց իմ ընկերները շատեր են եղել, օրինակ ինձ պատմում էին, երբ որ օրինակ ռուսական տանկերը մերում շրջապատում էին, ասում են արդեն վերջներ գիտեիք, ասում այդ բանը լուկը տանկի բացվում է, այդ ռուսերը մեր սապետ, ասում են ուխաձի։ Հիմա հրամանը տվել էին, որ հայերին կոտոր բանանի, ուղղակի այդ մարդը որպես մարդ հասկանում է, որ չի կարա այդ անի, այդ էլ է եղել։ Բայց հրամանը տակ գտնվող մարդիկ են եղել, արել են այդ բանը։ Այնպես որ շատ խառն է։ Այսօր է Ռուսաստանը ձեր միանշանակ չի։ Պարզապես Ռուսաստանը որպես խիստ կոռումպացված երկիր, այնտեղ շատ հարցեր լուծում է փողով, կաշառքով եւ ամենավերևի մակարդակով։ Իսկ մենք քանի որ կաշառքով ժողովուրդ ենք, բայց փող չունենք, եւ մենք հարևան որելի կաշառքով ժողովուրդ է, բայց շատ փող ունենք։ Մենք այդ պայքարի մեջ պարտվում ենք։ Հա, եւ այդ շատ հարցեր լուծվում է այդ մակարդակով։ Մենք շատ հաճախ այսպես վերլուծություններ ենք անում, գեոպոլիտիկ, ինչ-որ բաներ ենք անում, այդ ծեր չի։ Ինչ-որ մեկին ինչ-որ փող են տվել, հարցը լուծում են այդ ձևով շատ հաճախ։ Շատ հաճախ այդ ձև են լուծում։ Հիմա այս այդ հարցերը մոռացած են այնքան Իշխանության փոփոխություն։ Իշխանության փոփոխություն, հիմա այսպես sense նայենք հարցը։ Դե լավ, իշխանության փոփոխություն չի լինում։ Մենք ոչ մի բան չանենք, ինձ հաճախ ասում են այդ նույն բաները, որ պիտի նախ էս անենք, այն անենք, հետո արեք ախպեր։ Ես հզորանանք, հզորացեք, ես եմ խանգարում։ Ես անում եմ ոնց ինչ է, որ կարան համարում եմ ճիշտը։ Ես այս փաթեթն եմ պատրաստում, ինչ-որ բաներ եմ անում։ Մարդիկ ուզում են հզորանան, թող հզորանան։ Ես ասում եմ, որ չեն կարող հզորանալ։ Հասկանում եք, որովհետև նախ շատ անտրամաբանական բան են ասում։ Եթե մենք փոքր երկրով կարողանանք հզորանալ, այդ մեր մեծ երկիր պետք չէ։ Աշխարհում չկա տենց բան։ Աշխարհում 33 երկիր կա, որ երբ չունի դեպի ծով, եթե չհաշվենք եվրոպական երկրները, որոնք ծովեզերք չունեն, բայց երկուն են, մնացած բոլոր աշխարհի ամենահետաբնած եւ թույլ երկրներն են։ Վերցրեք Լատինական Ամերիկան, վերցրեք Աֆրիկան։ Իսկ Աֆրիկայի երկրի ամենաթույլ եւ հետաբնած երկրները Աֆրիկայի ծով չունեցող երկրներն են։ Եթե կներես, եթե հնարավոր ունենք առանց ծովի ուժեղանանք, կամ ուրիշները ուժեղանան, դե լավ մենք վատ ենք կառավարում, թող չադը ուժեղանալ, թող Կենտրոնական Աֆրիկան Հանրապետություն ուժը, թող դառնան գոնե Մարոկո, ինչի չի կարողանում դառնալ, որտեղ Մարոկան ծով ունի, չունի, եւ լիքը նման բաներ կա։ Ուզում եմ ասեմ, լավ կառավարումը շատ լավ է, բայց դեռ երկու հանգամանք կա, որ լավ դա ոնց ենք անելու, ես օրինակ կոնկրետ չեմ կարողանում պատկերացնել, մյուսը դե լավ եթե չի արվում, ուրեմն ոչ մի բան չպետք է անենք, այս բաները չթողենք անենք։ Ես գոնե ասում եմ եկեք շատ հայտարարություններով կամ շատ բաներ ստորագրելով չվնասենք ապագա մեր հնարավորությունները, որովհետև այսօրվա փորձներ ցույց է տալի, որ դժվար է կանխատեսել։ Իմ փորձը ես ես մի կյանքիս մեծ մասը քաղաքականության մեջ եմ, գործում քաղաքականության մեջ։
Ես ձեզանց փոքր եմ եղել, որ եղել եմ կոնկրետ տեղերում կոնկրետ քաղաքականություն եմ իրականացրել։ Եվ եղել եմ նրան, որ շատ դժվար է կանխատեսել քաղաքականությունը ոնց զարգացում կունենա։ Կարելի է մարդիկ մտածել, որ երբևէ Ուկրաինան եւ ռուսները երկու եղբայրականներ կկանգնեն պատերազմի շեմին։ Եթե նման մի բան ասվեր, կասեին այս մարդը գիժ է, ոնց կլինի։ Բայց եղավ, չէ՞։ Ուզում եմ ասեմ, շատ դժվար է կանխատեսել ոնց կլինի օրինակի համար Թուրքիայի ճակատագիրը, չգիտեմ, մյուսի այդ բաները։ Մեր խնդիրն է, կոնկրետ ես իմ խնդիրը տեսնում եմ, հնարավորինս իմ մասով նպաստել ինչ-որ բաների նախապատրաստելու համար։ Հաշվի առնելով, որ այն պահին, երբ որ իրավիճակը փոխվեց, մենք պարզապես ժամանակ չենք ունենա պատրաստվելու։ Եթե մենք Ղարաբաղի հարցում 88-ից առաջ այս ազգերի լիգայի որոշումը ունենանք, մյուս շատ բաներ մի քիչ ուսումնասիրած լինենք, գուցեև չէր գնա այսօրվա բանակցային ճանապարհով ոնց որ գնաց, այսինքն ինքնորոշման հիման վրա, մադրիդյան կարող որ ուրիշ ճանապարհով, բայց քանի որ մենք դա պատրաստ չենք եւ հանկարծակի մեկ էլ սովետի մեջ փոփոխություններ եղավ եւ այդ ամբողջը հանկարծակի եղավ, դրա համար պետք է ասել, որ դա ինչ լինում է մի անգամ, ուրեմն կարելի էլի, դա համար եկեք պատրաստ լինենք։ Չէ, դուք հարցը տվել եք, չէ, բայց ուրիշներն են, խնդրեմ։ Ինչպես գնահատեք ներկայիս Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցային գործընթացը, արդյոք նպատակահարմար է Լեռնային Ղարաբաղին եւս մասնակից դարձնել բանակցային գործընթացին, եւ եթե Ադրբեջանը մաս կազմի Մաքսային միությանը, դա ինչպես կանդրադառնա Ղարաբաղյան հարցի կարգավորմանը եւ նախապատվությունը տալիս է ազգերի ինքնորոշմանը թե տարածքային ամբողջականությանը։ Մի շարք հարցեր է, այսպես։ Ուրեմն բարեբախտաբար Ադրբեջանը Մաքսային միության անդամ չի դառնա, որտեղ Մաքսային միության անդամ դառնալ նշանակում է քո ինքնիշխանությունը զիջել Մոսկվային։ Դուք իրականությանը նայեք, իրենք են որոշելու արդեն դու ինչ պետք է անես։ Դու դառնում ես իր հանրապետությունից տեղը։ Դրանք չի գնա Ադրբեջանը, ինչու՞, ոչ թե որ իրանց համալյաց ազգային անկախությունն ավելի կարևոր է, որտեղ իրանք չեն ուզում այդ փողից բաժին տան Մոսկվային։ Ասել են նստել այդ նավթի հողի վրա եւ գազը, իրանք փողը գրպանում են մեծ մասամբ։ Ինչի պիտի մտնեն ինչ-որ միության մեջ, որտեղ այդ ամբողջը Մոսկվան վերահսկի եւ առաջվա նման գնան ինչ-որ գլուխ ծռեն կաշառ տան Մոսկվային, որ իրանց հասանելիքը իրանք ստանան։ Դա մեն Ադրբեջանը դրան չի գնա, Ալիև անձամբ չի գնա, եւ եթե ունի իշխանություն կա, նա էլ չի գնա։ Հարուստ երկրների ձեռնատու չի ընդհանրապես մտնել նման միությունների մեջ, որտեղ կենտրոնացված ինչ-որ պիտի ֆինանսական հոսքեր վերահսկում լինի եւ այլն, ինչի համար։ Որտեղ պետք է կիսվեն ուրիշ։ Հա, որտեղ պետք է կիսվեն ուրիշ, ինչի կիսվեն Մոսկվայի հետ, հենա իրանք առանց կիսվելու իրանց փողը կուտել այսինքն եւ իրանց գլխին էլ մեկը չկա, որ ասի բայ ոնց եղավ, այսքան միլիոն տոննա նավթ է արտանել, բայց բյուջետ մտելա դրա կեսը փողի, բայց կեսն ինչ եղավ։ Այսօրով կարա հարցնել, որ հարցնում է, ասենք Բաքվի փողոցներում ծեծելով տանում են։ Այսինքն հարցը իսկույն փակվում է։ Երկրորդ անգամ էլ չեն հարցնում։ Հասկանում եք։ Այդ բնական է, բոլոր տոտալիտար ռեժիմներում են էսել։ Ալիևի ռեժիմը ընդունում են, որ վատ է։ Հետանում։ Չես տեղել ինչ-որ հարցը տարածքային։ Հա, ինքնորոշում տարածքային։ Իմ կարծիքով տարածքային ամբողջականության վերաբերյալ շատ թույլ սխալ պատկերացում կա։ Եթե դուք ուշադիր կարդաք ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ կարդաք նաեւ Հելսինկի եզրափակիչ ակտը եւ ազգերի լիգայի կանոնադրությունը, որտեղ 3 տեղ է դա եղել։ Այնտեղ ազգը չկա տարածքային ամբողջականության այդ վերացական պահպանման խնդիր։ Այնտեղ կա տարածքային ամբողջականության խախտման անընդունելիություն արտաքին ուժի կիրառման կամ սպառնալիքի տակ։ Այսինքն խոսքը վերաբերում է ոչ թե որ տարածքը չի կարող փոփոխվել, այլ խոսքը վերաբերում է որ տարածքը չի կարող փոփոխվել արտաքին ուժի հարձակման դեպքում։ Եվ որպես սկզբունք դա խելոք սկզբունք է։ Հակառակ դեպքում ուժեր երկրները անդամ կհարձակվեին, թուլերից կխլեին։ Խոսքը դրա մասին է։ Այն ինչ վերաբերյալ կոնկրետ Ղարաբաղին, Ադրբեջանին, Հայաստանին տարածքային ամբողջականությունը այստեղ բնավ կապ չունի, որովհետև որպեսզի որոշակի տարածքի վրա ադրբեջանական իշխանությունը լիներ, նախորդ նա պետք է ոնց որ ասած պիտի լիներ համապատասխան փաստաթուղթ, որով Ադրբեջանի տիտղոսը եւ իրավունքները հաստատվել են Լեռնային Ղարաբաղի վրա։ Մենք գիտենք, որ այդպես բան չի եղել։
որովհետև եւ սկիզբը ինչով փոխանցվել է վարչական ենթակայության տակ, եւ ամբողջ սովետական ընթացքը, որտեղ եղել է մի պետություն, այսինքն մի սուվերենիտետ, չի եղել ոչ ադրբեջանական, ոչ հայկական, եւ ոչ էլ 91-ից հետո, երբ Ադրբեջանը կարողացել վերահսկել այդ տարածքը, որ այսօր խոսի սեփական տարածքների մասին։ Չէ, դուք հարցը տվել եք, որն է Ղարաբաղի մասնակցությունը։ Հա, չէ, դուք ասում եք ցանկալի է, բայց իմ կարծիքով դա մեծ ցանկությունից չի կախված։ Միակ բանը, որ կարող է լինել, մենք ոնց ասած չորով հայտարարում ենք, որ եթե կոնֆլիկտը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, մենք դուրս ենք գալի բանակցային գործընթացից, թող գնան իրենց համար բանակցեն։ Բայց դա պիտի հաշվի առնել, դա որոշակի հետևանքներ ունենալու։ Մենք չգիտենք ինչ ռեակցիա կունենա, ասենք նույն այդ արևմուտքի եւ մեծ երկրները, կամ արդյոք դա չի բերի պատերազմի վերսկսման եւ արդյոք մենք ուզում ենք պատերազմի վերսկսել։ Հետո տարբեր տեսակետ կա։ Օրինակ տեսակետ կա, որ ասում են, որ ավելի լավ է թե եթե պիտի վերջը պատերազմենք Ադրբեջանի դեմ, ավելի լավ է շուտ, քան ուշ։ Ավելի լավ է հիմա, ոնց որ ասած, պատերազմենք, հարձակվենք, կամ այս կողմ, կամ այն կողմ։ Այդ տեսակետներ կա։ Ուղղակի տարբեր բաներ կա։ Նայեք, Ադրբեջանը չի ուզում ուղղակի բանակցի Ղարաբաղի հետ, որովհետև ինքը մտածում է եւ այդտեղ որոշակի հիմք կա, որ ուղղակի բանակցությունները որոշակի ճանաչում է բերում Ղարաբաղի, այսպես ասած, հանրապետությանը։ Եվ այն ժամանակները, երբ որ Ղարաբաղը մասնակցում էր, այլ որ մասնակցում էր, մերով պիտի խորամանկություն են անում։ Ղարաբաղը չի մասնակցել որպես պետություն երբևէ բանակցություններին։ Որպես մարտնչող կողմ, չէ՞։ Որպես մարտնչող կողմ եւ որպես Ղարաբաղի հայ համայնք։ Բուդապեշտում որպես սուբյեկտ հանդես է եկել, չէ՞ որտեղ Ղարաբաղը ստորագրել է որպես Ինչ անունով է ստորագրել, ինչ է մասնակցել։ Որպես կրվող կողմ։ Չէ, ուզում եմ ասեմ, նայեք, հիմա Ղարաբաղը հանդես է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հանրապետություն։ Եվ եթե կամ երկու փաստաթուղթ անգամ, օրինակ համար Ալիևը որ նամակ է գրել, կարծեմ Բաբուրյանին եւ այլն, բան որ, հա, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինչ որ Գերագույն սովետի նախագահ է, ինչ եւ այլն։ Հիմա կարելի է մերոնք մեկ-մեկ թուղթը ցույց են տալիս, ասում են տեսեք որ գրել է, ճանաչել է։ Հայ ինչ-որ տենց բաներ կա, բայց լայն առումով մենք չենք կարողացել, այսպես ասած, կոնսոլիդացնել այդ բաները եւ ցույց տալ, որ Ադրբեջանը ճանաչել է։ Բայց դա ուրիշ հարց է առաջանում։ Ենթադրենք Ադրբեջանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը եւ բանակցեց։ Արդյոք դա նշանակում է, որ դրանից հետո Ադրբեջանը ենթադրենք նորից պատերազմ չի սկսի, չի վերսկսի։ Գիտեք ինչի չի լուծվում այս խնդիրը։ Ամենալուրջ իմ կարծիքով խնդիրն է, որ վստահության պակասն է երկու կողմերի։ Ոչ մենք ենք իրանց վստահում, ոչ էլ իրանք են մեզ։ Ենթադրենք անգամ մի հետեւյալ իրավիճակ։ Անգամ մենք խաղաղության պայմանագիր ենք ստորագրում։ Եվ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, ենթադրենք։ Արդյոք սա բացառում է նրան, որ ասենք 3 տարի կամ 5 տարի հետո Ադրբեջանը չի կարող հարձակում կատարել Լեռնային Ղարաբաղի ճանաչված հանրապետության վրա։ Կարող է։ Եթե Իրաքը կարող է հարձակվի Քուվեյթի վրա, եթե Ռուսաստանը Ուկրաինային ասում է, եթե խելոք չմնաց կհարձակվեն, եւ որ ինչի չի կարող Ադրբեջանը հարձակվի։ թվականի Հելսինկի ակտը տարածքային ամբողջականության իրավունքներ ու պետությունները խանգարում։ Դա եթե արդեն անկախություն այդ Չէ, նախ ասեմ, որ Հելսինկի եզրափակիչ ակտը չափազանցված է իր կարևորությունը։ Դուք գիտեք, որ Հելսինկի եզրափակիչ ակտը անգամ Բաքուն գրանցված չի որպես միջազգային փաստաթուղթ։ Այո, դա ամենը հայտարարությունը, դա ժողովի արտոնագրություն է։ Այսինքն ասել որ այդ բայց դրանք են ասում, անընդհատ սովետը չգիտեմ ինչի ուսանում է, գնա դե սա մեր քիրոփ։ Հետևաբար մյուսը Հելսինկի եզրափակիչ ակտը վերաբերում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ստեղծված սահմաններին, այն չի վերաբերում նախկին ՍՍՍՐ վարչական սահմաններին եւ մյուս հարցերին։ Այդ եղել է անցել է գնացել է այդ ամբողջը։ Հետևաբար եւ երրորդն էլ երկրում դա արտաքին ուժի սպառնալիքի պարագային է։ Տեսնելով այլ դուք հարց եք տվել։
Եթե հետեք դավուշի ասացի վրա, որ պետք է ուսանք պատերազմելու, անձամբ ես մեկս գտնեմ էլ առաջին ցանկում, ով կգրանցի որպես կամավոր, բայց այստեղ պետք է հարցը դիտել նաև Հայաստանի տեսանկյունից, որովհետև մենք միշտ մեղավորներ դնում ենք դրսում, բայց մենք մեզ երբեք մեղավոր չենք ճանաչում։ Այսօր այնպես է ստացվել, որ օրենսդիրը եւ գործադիրը, որ պետք է ծառայել ժողովրդին, հակառակն է։ Ժողովուրդն է ծառայում օրենսդիրին եւ գործադիրին։ Ինչով կարող մենք ապահովված լինենք, որ մենք դուրս գալով պատերազմի հենց ունենանք մեր դիտքում, մեր իշխանության պաշտպանությունը եւ նրանք մեզ չեն դավաճանի կամ ինչ-որ անիմաստ պայմանագիր կնքեն։ Չէ, հիմա տեսեք, այդ ամենաբարդ հարցն է, այսինքն ոնց եղավ, որ սենց եղավ հարցն է։ Եղավ։ Տարբեր ենթադրություններ կա։ Եվ իհարկե մենք որպես ժողովուրդ շատ ենք խորհրդանում։ Բայց արդյոք մենք մեղավոր ենք, որ այս հոգեբանություն ունենք։ Դուք մոռանում եք մի կարևոր հանգամանք, որ այս ժողովուրդը մի 800 տարի եղել է երևի աշխարհի ամենաճշմարիտ ժողովուրդներից մեկը Օսմանյան կայսրության մեջ, որտեղ ինքը ռազմագերի կարգավիճակ ուներ ընդհանրապես։ Այսինքն ինքը որ անգամ անձի ապահովություն չունի։ Դուք պատկերացնում եք, մենք մի վիճակում էինք, որտեղ ցարական Ռուսաստանը, որը հենց Լենինի բռնագրման ժողովուրդների բանտ էր, մեր համար համարվում էր որպես լավ տեղ։ Չէ՞, ուզում էինք դուրս գալ դիտերից, գնանք այդ լավ տեղը, որից բոլորը փախչում էին։ Հիմա այս ժողովուրդը տենց է ձևավորվել։ Դրանց գումարվել է սովետական իշխանությունը։ Սովետական իշխանությունը շատ ռեպրեսիվ իշխանություն է եղել։ Դուք ուղղակի դա չեք պատկերացնում ինչպիսի իշխանություն է եղել։ Դուք տեսնում եք շենքերը եւ այլն, բայց մենք հենց կարողացել փաստաթղթել, այսինքն այս ելույթի համար ոչ թե ինձ, դες բոլորին սովետի ժամանակ կացոր էի, հասկանում եք։ Տեսնել կգնդակար էին ձեր հետ, որտեղ տեղ չէր լինի։ Ուզում եմ ասել, ժողովուրդը ինքը ձևավորվել է վախի մթնոլորտում, հասկանում եք։ Հետո այս տեսել եմ, ես կոնկրետ դիտել, մի հատ ամերիկահայ այստեղ իր շահերը ոտնահարվում էին, սեփականության շահերը, եւ ինքը ասեց, որ ես կպայքարեմ դատարաններով, ես այդպես շուտ հանձնվողը չեմ եւ այլն։ Ասես կուր է նա հիմա հաղթեց նա, իհարկե ոչ։ Ես դա այդպեսի ճակատագրի արժանացա, որովհետեւ մեկին ես չեմ բանում նախանձի որ դեռ ճակատագրի եւ ասեմ որ դա դուք մի բան հասկացեք, Պարուս Սևակը որ ասում է խոստանում է Բարացի չեմ շուտանցենց է, որ ճակատով չխփել պատին ինչու համար պատը կմնա պատ կպակասի մի լավ ճակատ, դրա մեջ որոշակի ճշմարտություն կա իրողություն, որ ելի եմ ասում, ես դավար ասեց, ես չգիտեմ ելքը, ես իսկապես չեմ տեսնում, ես համաձայն եմ, մենք ունենք, այդ ուզում ասեմ, մենք ունենք ահավորված կառավարման համակարգ, եւ գործադիրում, եւ օրենսդիրում, եւ դատականում, բայց ես չգիտեմ ոնց պետք է դրանից դուրս գալ, որովհետեւ դրանից դուրս գալու միակ ձևը դա արդար ընտրություններն է, որտեղ ձևավորես տվել, բայց այդ ընտրությունները չի լինի արդար։ Ես հիմա կարամ ասեմ, որ հաջորդ ընտրություններն էլ չի լինելու արդար։ Դրա համար ես չեմ տեսնում դրա մյուս տարբերակը։ Դե արդյունքում նա պատճառը որ ժողովուրդը կոնկրետ լիդեր չի տեսնում ի որ նրան ընտրեն։ Ես օրինակ հիմա տարբերություն չեմ ընդունում, Սերժ Սարգսյանն եմ ընտրել, թե Լևոն Տեր-Պետրոսյանն։ Իրականում ով է գա, դա գործադիր։ Քանի որ ժամը 9-ն է, փուլ տան ովքեր որ ուզում են գնան, թող գնան, իսկ որ հարցը